Բնակիչները պատմեն, որ գիշերներ ա լինում, որ մինչև 1000 կամազ, 1000 մեքենա աղբա եկել լցվել այնտեղ։ Այսինքն մեծ շինարարության մասն է խոսքը։ Ինչի է Երևանի օդը սենց կեղտոտ հատկապես ձմռան ամիսներին։ Նախ մեկ ունենք օրենսդրական կարգավորում։ Աղբանության վճարը 400 դրամից բարձր չի կարա լինի։ Սա աբսուրդ է։ Այդ կարգավորումը ուժի մեջ է մտել 11 թվականին։ 11 թվականին արդեն 400 դրամը չէր հերիքելու այդ վատ աղբահանությանը։ Բայց ոչ մեկը չկա է որ գասի ասուրնակ նայեք ժողովուրդ այս խնդիրը լուծելու համար այսքան փող է պետք մենք վիոլան կլինի եսիմով կլինի իրանց այդ պայմանագիր ենք քնքելու որ իրանք 5 տարվա մեջ այսքան ներդրում են անելու գործարան սարքելու բայց դուք ամեն ամիս այսքան ավել գումար եք տալու։ Իդեպ շատ մարդիկ չեն հասկանում, երբ որ իրանք տերև են այրում։ Տերևները խոնավ են, այնտեղ եւս թերայրում է տերև ունենում եւ այդ թերայրման ծուխը ամենավատն է։ Ոչ մի տարբերություն չկա։ Տերևը թերայրվի, թե պլաստիկի շիշը, երկուսն էլ առաջացնում են այդ քաղցկեղածին ֆուրանները, դիոքսինները։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդքասթի ուներ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբյան բնապահպանական կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար դասախոս Հարություն Ալպետյանը։ Հարությունի հետ զրուցել ենք Երևանի օդի հաղթոտվածության ու Բարաշնի աղբավայրի աղբը վերամշակելու, շինարարական աղբի վերաշրջման գործարանների, կոմունալ ծառայությունների եւ այլ թեմաների շուրջ։ Նես որ ոդքասթը նայեք մինչև վերջ, խոսել ենք շատ կարևոր թեմաների շուրջ, որը ուղղակիորեն անդրադառնում է մեր բոլորի կյանքի որակի ու առողջության վրա։ Լայքեք, բաժանորդագրվեք, գնացինք։ Հարություն ջան, ո՞նց ես։ Հիանալի։ Արագից ինչից սկսենք օդի հաղթոտվածությունից։ Լավ է։ Ինչի է Երևանի օդը սենց կեղտոտ հատկապես ձմռան ամիսներին։ Դե մարդիկ ուզում են տաքանան եւ ուզում են գազ չվառեն եւ ուզում են ինչ-որ այլ բաներ վառեն, դե այլ բաների մեջ էլ ամեն ինչ մտնում է, կոշիկից սկսած մինչև ճուղ տերև եւ մասամբ դրա պատճառով է։ Այսինքն Երևանի օդի հաղթոտվածությունը հիմնականում գալիս է ինչ-որ վատ բաներ վառելու պատճառով։ Նաեւ Էլ ինչից։ Այդ դե մենք ունենք շինարարությունը, չգիտեմ, աղբավարը որ վառվում է, չնա՞ դա մենք ունենք մի 3-4 sense լավ հաղթոտող աղբյուրներ։ Այդ շինարարությունն է իհարկե, տրանսպորտ եւ տարբեր տեսակի այրումներ։ Աղբավայրը կայրվի, թե ինչ-որ մեկը տերև կայրի։ հա, կորոշի տերև այրել կամ ինչ-որ այլ բան, որ իրան խանգարում է։ Կարող է դա լինի մատրաս, Հա, կարող է դա լինի մալուխ։ Մեր հայաթում մալուխ էին վառում, որ բղինձը հանեն, տանեն, հանձնեն։ ակ։ Ակ, այո, ինչի՞ չէ։ Ակն էլ է վառվում։ Ինչ որ վառվում է, պետքա վառել։ Ոնց որ էսա սկզբունքը։ Իսկ խիա ձմեռան ամսներին վիճակը վատանում։ Դե ջեռուցման կարիքներից ելնելով են մարդիկ սա անում։ Այսինքն մենակ է դա։ Չեմ կարծում։ Նաև մենք ունենք սեզոն խոզաների վառելու։ Խոզանը դա մեր բերքահավաքից հետո մնացած խոտն է։ խոտ, ծղոտ, որ կարելի է օրինակ տրակտորներով հավաքել, կոմբայներով հավաքել եւ հետո կոմպոստացնել կամ այլ կարիքների համար կամ նպատակների համար օգտագործել, մարդիկ ուղղակի նախընտրում են վառել, ինչը օրենքով էլ է արգելված, վառում են եւ մի կողմից մենք խեղդվում ենք մեծ տարածություններ ուղղակի լցվում են ծխով, սենց կարելի է տեսնել Արարատյան դաշտավայրում, որը Երևանից ցածր է, սենց սեզոնային ոնց ասեմ, ինչավառություն, ոնց է խնկավառություն լինի, էլի, սենց տարբեր տեղեր սենց ծուխ է բարձրանում,
ու մեծ հրդեհների մասին ենք խոսում։ Դա սեզոնային բնույթ է կրում, բայց նաև, հա, տնային տնտեսությունները, հատկապես սեփական տներն են սիրում այդ բանը անել։ Հասկացա։ Իսկ աղբավայրը ոնց է ազդում։ Աղբավայրը ես միշտ ասում եմ, որ դա մեր անմար կրակն է։ Աղբավայրերը մի քանի աղբավայր կա Հայաստանում, գուցե մի քանի տասնյակ աղբավայր կա, որ անընդհատ այրվում են։ Անընդհատ ընդեղից Ծուխա դուրս գալիս, հա, օրինակ Վանաձորը իր կենցաղային աղբը Վանաձորի համայնքը տանում է Արջուտ ու վառում է։ Ու դե չգիտեմ ով է վառում, բայց այդ աղբավայրը անընդհատ ծխում է եւ Արջուտը փոքր գյուղ է, անընդհատ շնչում է այդ դիոքսինները։ Դրանք ամենաքաղցկեղածին գազերն են, շատ վնասակար են իրականում, շատ։ Այս Վանաձոր գնալուց միշտ տեսնում եմ, որ այդտեղ միշտ ծուխ է։ Այո, Դիլիջանից գալուց ձախի վրա կարելի է տեսնել, սենց բարձր տեղում է ինքը համել, սենց շատ։ Վերևում է միշտ։ Դե աղբավայրերը, եթե կարճ ասեմ, իրանք կարան ինքնաբռնկվեն, որտեղ այնտեղ միշտ ինչ որ վառելիք կա, հատկապես եթե օրգանական թափոններ են նաև տեղադրվում, այդ դա առաջացնում է մեթան գազ։ Ուղղակի կենսագազի է վերածվում այդ օրգանական թափոնը, կտրոֆում է, կենսաքայքայվում է ու դառնում է մեթան։ Մեթանը այն գազն է, որ մենք տանն ենք վառում, հա, մեր խոհանոցներում, մեր բաքսիներում։ Այնպես որ եթե ինչ որ մի հատ բռնկում է սկսում, շատ դժվար է հանգում։ Ու դա նաև ստոր մակերևութային ինչ որ կրակ է։ Ու հեչ պարտադիր չի հատուկ ինչ որ մեկը այրի։ Հեչ պարտադիր չի, բայց որպես կանոն այրում է։ Հա, որովհետև այդ մեծ աղբավայրերում գործում են այդ ինֆորմալ սեկտորը, հա, մարդիկ, ովքեր կորզում են մետաղ, պլաստիկ, թուղթ, ապակի, ամեն ինչ որ արժեք ունի եւ մետաղը այդ այն բանն է, որ անդադ պահանջում է կրակ, ասենք օրինակ նույն մալուխը կամ փոշեկուլի մեջի պղնձը, ասենք աբմոդկա կոչվածը, հա, մատորի մեջի, հա, ոչ մեկ չի նստելու ինչ որ աթվորկավ քանդի։ Կրակ են անում, գցում են մեջը փոշեկուլը կամ միքսերը կամ ինչ որ է։ Ինտերիերի դիզայնը միայն գեղեցկության մասին չէ, այլ գրագետ մտածված միջավայրերի։ Ըստ վերջին հետազոտության տվյալների, մարդիկ իրենց ժամանակի 90%-ը անց են կացնում փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տանը կամ օրինակ սրճարանում։ Այդ իսկ պատճառով ճիշտ մտածված միջավայրը անմիջական ազդեցություն ունի մեր մտածելակերպի, մեր մտածողության, զգացողությունների եւ ապրելակերպի վրա։ Լավ ճարտարապետության ու դիզայնի շնորհիվ մարդն ավելի արդյունավետ է դառնում, հանգիստ եւ լիարժեք։ Մեր գործընկեր Futurist Architects-ն արդեն 17 տարի է նախագծում է տարածքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, համադրելով էսթետիկան, ֆունկցիոնալությունը եւ մարդու հոգեբանությունը։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Ու մինչև այս վերջը այստենց հեշտ էր, չէ՞, տեղ մտնել։ Հա, շատ։ Նուբարաշեն շատ հեշտ էր մտնել, հիմա այսինքն Նուբարաշեն ոչ թե հեշտ էր մտնել, այլ Նուբարաշենում միշտ կային այդ խմբավորումները։ Եվ շատ լավ է, որ քաղաքապետարանը հիմա խզել է այդ վարձակալության պայմանագիրը եւ արդեն ամբողջությամբ Երևանի վերահսկողության տակ է, Երևանի քաղաքի, ուստի եւ ամբողջությամբ Երևանի քաղաքի պատասխանատվության տակ է։ Բայց այդ բանը պետք էր շատ ավելի շուտ անել։ Եվ տոտալ sense վերահսկողություն սահմանել այդտեղ, որը դժվար է, բայց պետք էր անել։ Այսինքն շատ անգամ հատուկ վառում էին մարդիկ, որ մետաղներ կորզեն։ Կամ ինչ որ ուրիշ բաներ։ Հա, այնտեղ միշտ կրակ էր, միշտ ծուխ էր գալիս։ Հիմա էլ չէ վառվում։ Հիմա չի վառվում։ Բայց մեկ ինչ որ քանակությամբ ծուխ դուրս է գալի, չէ՞, այնտեղից։ Այնտեղ աշխատում է շատ հին բուլդոզեր, որ ինձանից երևի մի 20 տարի մեծ է, այդ ստացվում է մի 60-70 տարեկան երևի։ Այդ մի բուլդոզերն է։ Այդ բուլդոզերից լավ ծուխ է դուրս գալիս, ես մի քանի անգամ խառնել եմ, շփոթել եմ։ Այսինքն Չնայած բուլդոզերից սև ծուխ է դուրս գալիս, իսկ աղբի տիպիկ այրվելու տիպիկ ծուխը ինքը սպիտակ է։ Սպիտակավուն sense բան է, ինքը թերայրում է։
Իդեպ շատ մարդիկ չեն հասկանում, երբ որ իրանք տերև են այրում, դե տերևները խոնավ են, այնտեղ եւս թերայրում է տեղի ունենում եւ այդ թերայրման ծուխը ամենավատն է։ Իսկ իրականում ոչ մի տարբերություն չկա տերևը թերայրվի, թե պլաստիկի շիշը, երկուսն էլ առաջացնում են այդ քաղցկեղածին ֆուրանները, դիոքսինները։ Մարդկանց թվում է, որ տերևը ինքը օրգանական է, բնական է, այսինքն իրան ինքը թունավոր չի, տենց սխալ ինչ-որ թյուրընկալումներ ունենք մենք, էլի։ Իրական շատ վնասակար է, այն ինչ որ մենք անում ենք եւ ինչ որ մենք շնչում ենք, շատ։ Հասկացա, իսկ Իդեպ մի բան էլ, որ այն չափումները, որ արվում են Երևանում, հիմնականում արկախված մասնիկներն են չափվում, PM 2.5, PM 10։ Դրանք ոչ մի կապ չունեն դիոքսինների հետ։ Ցավոք սերտի մեր օդերոթաբանական ինստիտուտը եւ ոչ մի այլ կառույց չկա, որ չափում է դիոքսինների եւ ֆուրանների պարունակությունը օդում։ Հենց որ մենք իրական այդ քաղցկեղածին նենց չի, որ մենակ PM-ն է վտանգավոր, մի շարք վտանգավոր գազեր կան։ Այսինքն կարող է օրինակ կանաչ լինի, օրինակ IQ-ում կամ ուրիշ ծրագրերում ցույց տա մաքուր օդը, բայց իրականում այդ կեղտոտ մասնիկները լինեն, որոնք քաղցկեղածին են։ Այո։ Ու մենք դա չգիտենք։ Իհարկե։ Իսկ այդ նոր սարքերը, որ բերել են չափելու է, որ արդեն մի տարի է չի աշխատում։ Միգուցե։ Տեղյակ չեմ։ Բայց դիոքսին ֆուրանները դժվար է չափել։ Ինչի՞։ Դրանք լուրջ սարքեր են պահանջում։ Այսինքն, պետք է նայել այդ սարքերը ունեն այդ կարողությունը թե չէ։ Իսկ դա ով պետք է անի, պետությունը, քաղաքապետարանը։ Պատվիրողը, որ պատվիրում է այդ սարքերը, իհարկե։ Ով տկած չունի վեր առողջության վրա։ Չէ, մենք խասյաթ ունենք ազգավի, էլի, տենց խասյաթ ունենք կենտրոնանալու ինչ որ մի բանի վրա, մոռանալով այդ մեծ պատկերը, հա, այդ big picture-ը, որ ասում են։ Հա։ Ու որն է մեծ պատկերը։ Մեծ պատկերը նա, որ մենակ արկախված մասնիկները չեն թունավոր, վնասակար, այո։ Իրանք թունավոր չեն, բայց վնասակար են։ Բայց կան թունավոր նաև գազեր, որոնք չեն չափվում։ Ասենք, չգիտեմ, ծծմբային օքսիդներ եւ այլն, որ տրանսպորտից են։ Կամ առանց կատալիզատոր մեքենաներից։ Հենց դրան։ Այո։ Այս վերջից մի հատ վիդեո տեսա Instagram-ում, քիմիա մասնագետերը ոնց որ խոսում են դրա մասին, որ այդ կատալիզատորները նաև շատ անգամ անօգուտ են, եթե անգամ կա մեքենայի վրա, եթե վառելիքի որակը շատ ցածրորակ է։ Իսկ Հայաստանում ներմուծվող վառելիքի ճնշող մեծամասնությունը ցածրորակ վառելիք է ու կատալիզատորը իրականում շատ օգուտ չի տալիս այդ դեպքում։ Այո, էլի որոշ գազերի դեպքում ինքը ոնց որ բռնում է, capture անում։ Հա։ Իսկ որոշ բաղադրիչներ կան, որ ինքը անզոր է, այո։ Այո։ Ինչքան բարդ հարց է, բայց իրականում։ Շատ բարդ է։ Իսկ աղբավարի հարցը ոնց կարելի է լուծել։ Բայ աղբավարի հարցը տենդեր են նշանակել են, որ հիմա վերամշակվի այդ հարցը կլուծին ու Վարաշենի հարցը, թե չէ։ Դե անգամ իմ ուսանողները Հայաստան-ամերիկյան համալսարանի ուսանողներում ես դասավանդում եմ թափոնների մասին առարկա, իրանք են հասկանում, որ այդ երկուսը շատ տարբեր խնդիրներ են։ Այսինքն վերամշակման գործարան ունենալով կամ ստեղծելով նախ պետք է հասկանալ այդ ինչ կախարդական վերամշակման գործարան է, բայց վերամշակման գործարան ունենալով լուծվում է նոր առաջացող աղբի խնդիրը։ Բայց այն 8 միլիոն կուբամետր աղբը, որ մենք ունենք Նուբարաշենում, հենց այդ աղբն է, որ հրդեհների պատճառը դառնում, ոչ թե նոր աղբը։ Եվ եթե մենք ուզում ենք լուծել, հասցեագրել հրդեհների խնդիրը, մենք լրիվ ուրիշ գործողությունների կարիք ունենք, ու այդ գործողությունների մեջ չի մտնում վերամշակման գործարան։ Իսկ որոնք են այդ գործողությունները։ Շատ բարձ բան, որը արվել է արդեն այդ ճապոնական Շիմիցու ֆիրմայի կողմից ժամանակին, մենք Նուբարաշենի 50 հեկտար աղբավայրի տարածքը հենց այսօր
մասամբ մասնակիորեն ծածկված է խողովակաշարով հատուկ համակարգը, որը կորզում է այդ մեթան գազը, որը այնտեղ առաջանում է օրգանական թափոններից։ Եվ նույն բանը պետք է արվեր ամբողջ 50 հեկտարի վրա։ Նուբարաշեն երկու գործողություններ պետք է անել ուղղակի, որ հրդեհները կանխվեին 99%-ով։ Դա տոտալ վերահսկողությունն է, որ այնտեղ ոչ մի գործունեություն չլինի, բացի ինչ-որ վերահսկված, կարգավորված աղբի տեղադրումից։ Ծածկվեր ամբողջ աղբավայրը ավազով, հողով եւ այլն, եւ տեղադրվեին այդ խողովակները, որոնք կկորզեին մեթան գազը։ Երբ որ մեթան գազը փախնելու տեղ չունի, ինքը աղբի ծանրության տակ անգամ կարա ինքնաբռնկվի։ Ոնց որ օրինակ, չգիտեմ, դիզելային մեքենայի մեջ է, ճնշման տակ վառելիքը, այո, բռնկվում է կամ պայթում է եւ այլն։ Այսինքն պետք է այդ անընդհատ գոյացող գազը, որը կարծում 30 տարի դեռ պոտենցիալ ունի անդադ գազ գոյանալու 30 տարվա ինձ թվում է պոտենցիալ կա այնտեղ։ Այդ գազը պետք է կորզել, հավաքել եւ նախընտրելի է ինչ որ մի օգտակար բանի վրա օգտագործել, ասենք էլեկտրաէներգիա կամ տաք ջուր։ Այդ պետք է արվի Նուբարաշենում, որպեսզի հրդեհները կանխվեն։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, անգամ եթե վաղը բերեն ամբողջ Նուբարաշենի տարածքում հողով ծածկեն, մեկը հողի տակից ինքը կարող այրվի։ Այո։ Սենց խնդալու պատմություններ կան նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչ որ բնակավայրերում մեկ էլ սենց լրիվ ինքնաբուխ պայթյուններ էին տեղի ունենում։ Հենց ինչ որ մի բնակավայր է, սեփական տներ են, մեկ էլ պայթում է հողը, հենց տնախառը։ Ու ամերիկացիք դե կարծում էին, որ այդ աբորիգենների հոգիներն են եկել են տենց վրիժառություն են անում։ Հետո պարզվել է այս մարդիկ ապրում են 70-80 տարեկան աղբավայրի վրա, ուղղակի։ 80 տարի հետո դեռ մեկա պայթունն Այո, այդ գազը փախնելու տեղ չունի, ինչ պատճառով մի օր բռնկվում է։ Այսինքն եթե կա այսքան գազ, ճնշումը այսքան է, դեռ չի պայթում։ Գազը անդադ գոյանում է, փախնելու տեղ չունի, ինքը գոյանում է, ճնշումը մեծանում է, գմփ։ Վախենալու սցենարը։ Հա։ Ու հետո իրան հանգցնելը շատ դժվար է լինում։ Որտեվ անդադ, ասենք 10 մետր խորություն, 10 մետր խորությունից այդ գազա գալիս, որը անընդհատ վառում է։ Իրան միան կարելի է խեղդել։ Իսկն հող այնքան հող լցնել, որ ինքը թթվածնա խեղդ լինի, էլի, ի վերջո։ Այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group 5 վստահություն է, ապագան տվյալներ։ Իսկ դրա համար շատ գումար է պետք այդ ծրագիրը անելը։ 4 միլիոն եվրո։ Այդ ոչինչ է, էլի։ Սպասի, 4-5 միլիոն եվրով այդ Նուբարաշենի հարցը մենք կանք լուծենք։ Այո։ Այսինքն ամեն բնակչից որ $5, 2000 դրամ հավաքենք մի անգամ, ասենք Ժորժան, կարող է էլ չշնչենք, էլի էս գազը կամ կարող է էլ չունենանք էս հրդեհների խնդիրը, մի անգամ մի հատ սենց դրամահավաք անենք։ Դա կարելի է դաժե դրամահավաք չանել, օրինակ նոր տարվա տոները մի քիչ ավելի քիչ ճոխ նշել։ Ինչքան ավելի, ասենք 5 բլինչիկի մասին է խոսքը։ Կես կիլո միս խոզի։ Բայց ախր սովորաբար բան են մասնագետ չասեմ, տենց քաղաքական գործիչները կամ
չգիտեմ, ընդդիմություն կլինի, կառավարություն կլինի, ես հարցի մասին խոսալուց ասում են, այնց մեծ գումարներ ա պետք, որ Երևանը կամ Հայաստանը տենց գումար չունի այս պայդրությամբ այս խնդրին տրամադրելու համար։ Չէ, իրականում տենց չի, կան լուծումներ, որոնք շատ ավելի մեծ գումարներ են պահանջում, կապիտալ ծախսեր, օրինակ աղբակիզման կայան, աղբակիզման գործարան, այն գործարանները, որ սենց բոլորը խոսում են, ասում են, վայ Շվեդիան աղբը վառում է էներգիա է ստանում, Շվեդիան ուրիշներից աղբ է առնում, որ էներգիա ստանա, ինչի մենք չենք անում, տենց բան չի չենք վառում մեր թափոնները։ Այդ նորմալ է, որ մարդիկ չեն պատկերացնում, որ Շվեդիայի հետ են կապված։ Նախ դա, այդ շատ կարևոր է, բայց նախ Շվեդիան ոչ մեկից աղբ չի առնում, դա ամենամեծ Շվեդիայում ապուշներ չեն, էլի։ Ընդհանրապես ոչ մեկ աղբ չի առնում։ Մի բանը որ աղբ է, այդ նշանակում է, որ դու արդեն կրակն ես ընկել։ Եթե աղբ ունես, կրակն ես ընկել։ Ու եթե ուզում ես ինչ-որ մեկը այդ աղբիդ հարցը լուծի, դու իրան վճարես։ Այսինքն այն որ ինչ-որ մեկին մեզ աղբը, մեր աղբը պետք է, օրինակ Ճապոնիայում ունեն, չէ՞, տալի ու պետք է գան մեզ փող տան, որ մեր աղբը վերցնեն, այդ լեգենդա, հա։ Հա, դա լեգենդ է։ Այո։ Մեզ բոլորիս թվում է այդ աղբի տեսքով այնտեղ ինչ-որ ադամանդներ են եւ ոսկի է, ու մենք դե անհասկանալի պատճառով ոչինչ չենք անում, էլի այդ ոսկու հետ։ Այդտենց մնացել է։ Իրականությունը այն է, որ ցանկացած գործողություն աղբի հետ կապված շատ ծախսատար է։ Հիմա վերադառնալով Շվեդիային, ուրեմն այդ ամեն աղբակիզման գործարանը, որ Շվեդիան կառուցել է, ունի 19 տենց գործարան, արժի մոտավորապես 200-ից ոչ պակաս 300 միլիոն եվրո մենակ կապիտալ ծախս։ 300 միլիոն եվրո։ 300 միլիոն եվրո կապիտալ ծախս եւ հետո այդ հələ մի մասնա ծախսեր, հետո կան գործառնական ծախսեր եւ շատ կարեւոր մի հատ բան կա, որ սովորական երևույթ է բոլոր նորմալ թափոնների կառավարում ունեցող երկրներում, կոչվում է gate fee, հա, սպասարկման վճար։ Պարզ բառերով ասած, ինչքան կնստի, օրինակ, քաղաքի վրա 1 տոննա աղբը այդ գործարանում մշակելը։ Այդ կիզարանները վերցնում են փող, այո, սպասարկման փող։ Եվ այդ աղբը իր վրա իհարկե, եթե այդ կիզարանը չվերցնի այդ փողը, ինքը չի կարա աշխատի։ Դա բիզնես է։ Դու վճարում ես, որ քո աղբը վերցնի։ Իհարկե։ Այլ ոչ թե քեզ են վճարում, որ քո աղբը առնեն։ Այո։ Կա տենց մի հատ շատ պարզ սկզբունք, վճարում է աղտոտողը, այսինքն վճարում է աղբ գոյացնողը։ Եվ եթե գանք այդ վճարներին, բավականին տպավորիչ են։ 1 տոննա աղբը այդ կիզարան հանձնելը արժի ինչքան $100։ Հա, շատ լավ գեսեր են, շատ լավ կրայեցիր։ Հա։ 1 տոննա։ Մա ասեմ, որ Երևանը օրեկան մենք միջին մարդը Երևանում ինչքան աղբա գոյացնում տարեկան։ Տարեկան 330 կիլոգրամ, այսինքն տոննայի 1/3։ Այսինքն $30 աղբ։ Եթե տենց գործարան ունենայինք, ամիս տարին պետք է ամեն մեկս $30 միջինում փող տանք, որ մեր աղբը վերամշակվեր։ Որը եթե տարվա կտրվածքով նայում ես, քան է շատ չի, չէ՞։ Մինիմում։ Դա մինիմումն է, ինչի եմ ասում մինիմում։ Այդ այն ժամանակը, երբ որ այդ գումարը դու տալիս ես, երբ որ տանում հասցնում ես այդ գործարանի դուռը։ Հա, դե մեծ լոգիստիկ ծախսեր կան, այո, որոնք ես մոտավոր, բայց շատ իրականությանը մոտ գնահատումներ եմ արել, որպեսզի մենք ունենանք նման գործարան, մեկ շնչի հաշվով ստիպված կլինենք վճարել 2-2.5 հազար դրամ ամիսը։ Հա, որը 2 պաչկա պարլամենտ է։ Եթե ծխում ես։ Եթե ծխում ես։ Եթե չես ծխում, կես կիլո պանիր է։
ամսական։ Այդ բայց դա շատ բարձրորակ, ասենց ասեմ, բարձրորակ իսկապես Շվեդիայի, շվեդական ինչ որ ասենք օրինակ չգիտեմ, Երևանը մի տեղից այդ գումարը ճարում է $300 միլիոն այդ գործանը սարքում է, դրանից հետո էլ նաև մենք ամեն մեկս տարեկան պետք է 30,000 դրամ վճարենք, որ կարողանանք վերամշակենք մեր աղբը։ Հա, այո։ Բայց նաև նորմալ օդք ունենանք։ Շատ ավելի նորմալ օդք ունենանք, հատկապես Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների բնակիչները, հա, որ կլոր տարի իրանք իսկապես ասենց ազդակիր համայնք են իրանք էլ իմ համար։ Ոնց որ արջուտն է անընդհատ այդ ծուխը շնչում։ Նենց Էրեբուն։ Նենց Էրեբունին Նուբարաշենը ոչ անընդհատ ծուխ, բայց հոտը, այո։ Դե բան էս, որ վերջի անգամ այրվում էր, մենք հեծանելով գնացել էինք Գառնի, Մասիսի կողմից, ու Գառնի չհասած ճանապարհին ռեզերվուարի մոտ այդ ազատի ջրամբարի մոտ հոտը գալիս էր։ Քամին փչել էր առաջի օր այդ կողմ, ու անգամ մինչև Գառնի այդ հոտը ու ծուխը կար։ Ու այդ իրական մենակ Երևանի խնդիրը չէ, սա տարածքը աղտոտում է։ Այո։ Ես Զովոնիում զգում եմ այդ հոտը։ Հա։ Ես շատ արագ եմ այդ հոտը զգում, որտեվ լավ եմ ճանաչում։ Պարապածի դերումով։ Հա։ Բայց ռեալիստիկ է, որ մենք մի օր կարանք տես բան ունենանք։ Այդ տես լուրջ ներդրում չի Հայաստանի համար։ Ներդրումը ամենավերջի խնդիրն է։ Ներդրող այնքան կա, ես ասեմ, եթե Veolia-ն մենք Veolia-ն ճանաչում ենք որպես ջրի օպերատոր, հա տեղեր կա նաև աղբով զբաղվում երկրներ կա։ Հա, ամբողջ Եվրոպայի երևի 50%-ը Veolia-ն է թափոնների կառավարում անում։ Գերմանիա ամբողջությամբ Veolia-ն է։ Հիմա ասեմ, Veolia-ի համար դա խնդալու ներդրում է։ Այսինքն ինքը եթե Veolia-ն իմանա, որ մենք իսկապես պատրաստ ենք 2000 դրամ ամսական աղբանության վճար տալ, կամ պետությունը, որը սխալ կլինի, միանգամից ասեմ էլի, կարա դա սուբսիդավորի, ինքը վաղը չեմ այսօր պայմանագիրը կստորագրի։ Վաղը չեմ այսօր։ Բայց խնդիրը այդ գումարները հավաքելը։ Խնդիրը մարդկանց բացատրելը, որ աղբահանությունը նախ պետք է աղբահանությունից անցնել թափոնների կառավարման եւ ցանկացած գործողություն թափոնների հետ փող արժի։ Հա։ Գին ունի։ Եվ եթե մենք ուզում ենք այդ -1-ից -1 մակարդակից գանք 0, որ ես համարում եմ սանիտարական աղբավայրերը, ոչ թե աղբանոց, այլ Նուբարաշեն, այլ աղբավայր։ Ինչն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ աղբավայրը, սանիտարական աղբավայրը ինժեներական կառույց է, որը ունի բոլոր պաշտպանիչ միջոցառումներ, այսինքն բնապահպանական միջոցառումներն են ապահովված։ Օրինակ պաշտպանիչ շերտ, որը չի թույլ տալիս, որ այդ կեղտաջրերը, որ գոյանում են աղբի մեջ, ինֆիլտրացվեն հողի մեջ եւ գնան ստորերկրյա ջրեր հասնեն եւ աղտոտեն։ Հա, դրա մասին անցած ոդկասթին խոսում ենք։ Այո, դա ամենաթանկ եւ կարեւոր բաղադրիչներից է սանիտարական աղբավայրի, որ կեղտաջրերը կառավարվեն։ Հետո կա ամենօրյա ծածկ, համապատասխան տեխնիկա, կշերք, գրանցում, հենց հիմա ես ուրախությամբ պետք է նշեմ, որ 3 ամիս առաջ արդեն գործարկվեց Հայաստանի քաղաքակրթության պատմության մեջ առաջին սանիտարական աղբավայրը։ Հա, որտեղ։ Այո, Հրազդան համայնքի վարչական շրջանում է, Սևանի մայրուղու մոտ է, հենց Լեռնանիստ գնալուց։ Իրականում Հրազդանի աղբանոցի հարևանությամբ է։ Եվ շատ լավ տեղ ընտրված, ճիշտ տեղ, որտեղ այնտեղ եղել է կավի հանք, որը շատ լավ երկրաբանական պայման է հանդիսանում դրա համար։
եւ այդ աղբավայրը հիմա գործում է եւ սպասարկելու է Կոտայքի եւ Գեղարքունիքի 16 համայնքները։ Իսկ ում ֆինանսավորումը կառուցվում Դա Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկն է, ՎԶԲ, 5.5 միլիոն եվրո վար, Եմեն 5.5 միլիոն եվրո վար գրանտ է տվել նաեւ, գրանտային միջոց, եւ պետբյուջեից հատկացվել է մի 3.5 միլիոն եվրոյի չափով էլի ֆինանսական միջոց, sense համաֆինանսավորված է ընդհանուր առմամբ 14.5-15 միլիարդ եվրոյի մասն է խոսքը, որ ներդրում է արվել։ Եվ այդ երկու մարզը այսօր ունեն նոր աղբատար մեքենաներ, նոր աղբամաններ, պլաստիկ նորմալ որակյալ եւ այդ սանիտարական աղբավայրը, որը մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս երկար ծառայի, որտեվ աղբավայրը, սանիտարական աղբավայրը դա նուբարաշեն չի, ինքը չի կարա վառվի, ինքը չի կարա 70 տարի sense մեծանա, փոքրանա, ինքը ունի սահմանափակ ծավալ, ասենք միլիոն խորանարդ մետր տեղ, եւ մենք պետք է 5 անգամ մտածենք, ասենք ինչ որ մի կարտոնի արկղ բերենք տնենք այնտեղ գրավի, թե այդ կարտոնի արկղը տանենք վերամշակման, որ անսահմանափակ վերամշակման մենք կարողություն ունենք թղթի համար։ Այսինքն, երբ որ սանիտարական աղբավայրը մեզ չի տալիս այդ անսպառ հնարավորությունը, արդեն մենք սկսում ենք մտածել այդ տարբերակների մասին։ Եվ այդ աղբավայրը էլի ունի սպասարկման վճար, որը մոտավորապես 36,000 միջև դրամ տոննայի համար սպասարկման վճար հավաքելով Բայց ում են վճարում, եթե պետական է։ Պետական չի ինքը միջհամայնքային ՍՊ է, որը Պողակի նման, ստեղծվել է հենց այդ 16 համայնքների կողմից ու սպասարկումը մենակ այդ համայնքներն են վճարում։ Հա, ասինքն ՍՊ է, հա։ Այո, միջհամայնքային ՍՊ։ Այդ ՍՊ-ի տերերը համայնքներն են։ Հա, ասես նոր մոդել է։ Այսինքն համայնքները գումար են վճարում իրանց կողմից ստեղծված ՍՊ-ին։ Այսինքն իրանց վճարած գումարի մի մասը հետո հետա գալիս իրանց նույնպես։ Ուզում եմ հասկանամ աշխատելու մոդելը էլի ոնց է աշխատում։ Իրանց չի գալիս ոչինչ, որովհետև ինքը շահութաբեր բան չի, շահութ հետապնդող չի։ Ըստ էության 30 քանի հազար դրամը 0 կանգնելու համար է։ Ըստ էության, այո, այսինքն հենց այսօր այդ հիմնարկը ունի 100-ի մոտ աշխատող, շատ լավ վճարվող վարորդներ, շատ լավ վճարվող անձնակազմ։ Եվ դեռ մեծանալու է որպես հիմնարկ, որովհետև մոդել է։ Հա, այդ 16 համայնքները ստեղծել են այդ բանը եւ այդ հիմնարկը եւ Իրանից ծառայություն են գնում, այո։ Հասկացա։ Իսկ օրինակ եթե այդպես 300 միլիոնից այդ կորցանից կառուցվի Երևանի մոտ կամ Հայաստանում, Երևանի եղած աղբը, որ Նուբարաշենում կա, կարա վերամշակվի, թե Նուբարաշենը արդեն հույս կորցնենք, մենակ կարանք այդ ծածկենք ու գազը քաշենք։ Կարա, բայց ամեն տոննայի համար պետք կլինի վճարել։ Իսկ Նուբարաշենում ինչքան կա աղբ? 8 միլիոն տոննա։ Բացի դրանից ասեմ, որ դե աղբը եթե $100 տոննայի համար վերամշակենք, կունենանք մոտավորապես $1 միլիարդ ծախս։ Հա, մերսի այդ թվի համար, որովհետև մենք 1 միլիարդանոց խնդիր ենք մեր համար ստեղծել 70 տարվա քանի տարի արդեն։ Սիրուն խասյատ ունենք մենք, sense մենք չենք մտածում, որ հենց cash ենք խնայում կարճաժամկետ։ Հա, բայց երկարաժամկետ մենք ահավոր խնդիր ենք ստեղծում մեր համար,
Եթե մենք խոսում ենք իր վերացման ծախսերի մասին, ծածկումը դրանից պակաս էժանա, բայց էլի տպավորիչ թիվ է։ Իրա ծածկելը ճիշտ ստանդարտներով կարա նստի 30-ից 40 միլիոն եվրո։ Ուղղակի ծածկելը, կոնսերվացնելը։ Այդ որ դու ասես 5 միլիոն այդ տրուբաների գիններ, հա, 5 միլիոն այդ ուղղակի ինֆրաստրուկտուրա։ Այո, շատ པարզ ինչ-որ բան անել, որ հրդեհները կանխեն։ Հայոց դրա համար զարմացա այդ թվի վրա։ Փոքր թիվ է, էլի։ Այո, այդ էս ասում մինիմում էլի, մինիմում ծրագիրը որ կարելի է անել, որ հրդեհների հարցը լուծել, բայց եթե ուզում ենք ռեկուլտիվացնենք, շատ ավելի լուրջ թվերի մասն է խոսքը։ Եվ մենք այդ մենակ այդ աղբավայրի ծածկելու, փակելու, կոնսերվացնելու մասին ենք խոսում, ծախսերի իմաստով, բայց այն որ մենք թունավոր օդ ենք շնչում, մեր կյանքն է կարճացնում, մեր առողջությունն է փչացնում, հետո բնականաբար պետությունը փող է ծախսում այդ քաղցկեղը բուժելու վրա, 1000 մի բանի վրա, ես 20 տարի ավելի կարճ կապրեմ իմ քիչ պրոդուկտիվ կլինես։ Հա, մեծ շատ կտանք ես։ Այո, մեծ վնաս է կրում հասարակությունը, որ մենք չենք հաշվի։ Հա, բայց այդ ոչ մեկ ոնց հասկանում եմ չի հաշվել, ինչքան մարդ է օրինակ այդ կեղտոտ օդի պատճառով, այդ վատ աղբի պատճառով, աղբավայրերի պատճառով քիչ ապրում, դրա պատճառով ինչքան գումար ենք կորցնում, առողջապահության նախարարությունը ինչքան գումարներ է ծախսում այդ պետպատվերների վրա։ Այո, չի հաշվում, ոչ մեկ չի ուզում հաշվի, որտեվ լուրջ չեն ընդունում դա։ Այդ տնտեսագիտությունը ունի sense սիրուն տերմին externalities։ Այդ externality-ները հենց դրա մասին են, այսինքն այն բոլոր ծախսերը, որ ես external-ացնում եմ, հիմնական բնապահպանական ծախսերն են, բայց դրանք ծախս են։ Հա։ Եթե հաշվես, գումարես, բաժանես, երկարաժամկետ ստացվում է, որ այո, ավելավ այսօր 1 միլիոն ծախսել, որ երկարաժամկետ 10 միլիոնի ծախս չկրել, վնաս չկրել։ Մյուս խնդիրը գիտես որն է։ Սովորաբար ամենաբարձր արտադրողականություն ունեցող քո քաղաքացիները այս խնդիրների մասին ամենատեղեկացվածն են ելնում։ Ու դրա պատճառով, հենց դրա պատճառով ես մարդիկ գիտեմ, որ կամ արտագաղթել են, կամ ուզում են արտագաղթել։ Որտեղ չեն ուզում հիվանդանան կամ ուզում են իրենց երեխան առողջ միջավայրում մեծանա։ Հասկանալի է մարդկանց։ Հա, այդ մարդկանց մեղադրելու բան չկա։ Ու ցավոք սրտի, այո, այդ մարդիկ են գնում։ Մենք վերջերս Էդ էլ է էլի մեծ կորուստ պետության համար, որտեվ լավ հարկատու են կորցնում, իսկ հարկատու ոնց են ասում հերոսը։ Այո, հերոսներ են կորցնում։ Այսօր մեծ պահանջ կա, մեծ կարիք կա, որ բնակչությունից միջև որոշում կայացնողները այս բանի մասին հասկանան, այս թվերը լսեն։ Այս ծախսերի մասին ճիշտ պատկերացում ունենան, որովհետև դե բայց կարող է դա հակառակ էֆեկտի բերի, մարդիկ ասեն, պետք է մենք $1 միլիարդ փող ծախսենք։ Այդ $1 միլիարդ նա թող շողոթին բաժանեն։ Օրինակ գիտես ինչ կա, որ օրինակ դնես ընտրության $300 միլիոն ծախսես աղբահանության վրա, թե ավտոների ռաստամաշկին հանես, ինձ թվում է կընտրեն ավտոների ռաստամաշկին անելը։ Բայց խնդիրը լուրջ է, իրոք շատ իմ շրջապատում շատ մարդիկ շատ են խոսում այս խնդրի մասին, նշանակում է դա իրենց շատ է անհանգստացնում։ Եթե դա անհանգստացնում է, մարդիկ կամ այդ հարցը պետքա բարձրաձայն են անընդհատ, իսկ հիմա իրոք այս հարցը շատ է բարձրաձայնվում, բայց եթե լուծումներ չտրվեց, չգիտեմ ինչ անելու։ Լուծումները շատ ավելի իրագործել են, երբ որ վճարող կա, փող կա դրա համար։ Էլ եմ ասում, մարդիկ պատկերացնում են, որ բայց ոչ մեկը չկա, որ ասի, օրինակ, չգիտեմ, ազնիվ մեզ ասին,
նայեք ժողովուրդ այս խնդիրը լուծելու համար այսքան փող է պետք, մենք վիոլան կլինի, եսիմով կլինի իրանց հետ պայմանագիր ենք քնքելու, որ իրանք 5 տարվա մեջ այսքան ներդրում են անելու գործարան սարքելու, բայց դուք ամեն ամիս այսքան ավել գումար եք տալու ու մենք դա չենք սուբսիդավորելու։ Ոչ մեկի հաշվին չենք սուբսիդավորելու։ Մենակ օրինակ չգիտեմ, ծայրահեղ ծանր աղքատության մեջ գտնվող ընտանիքներին հա չեն վճարի։ Բայց բոլոր մարդիկ, որ աշխատում են 200,000 ու ավել դրամ օրինակի համար կամ 150,000 ու ավել, ամսական իրանց 3,000 դրամը պետքա վճարեն աղբի համար։ Դες խոսակցություն չկա էլ։ Չկա, ես առաջ անգամ քեզանից եմ լսում։ Հա, բոլորը խուսափում են այս խոսակցությունից։ Բոլորը։ Որոշում կայացնողները, ընտրվողները, չընտրվողները, ընտրվածները, քաղաքապետերը, նախ մեկ ունենք օրենսդրական կարգավորում։ Աղբանության վճարը 400 դրամից բարձր չի կարա լինի։ Սա աբսուրդ է։ Եվ ինքը 11 թվականին ընդունվել է այդ կարգավորումը ուժի մեջ ամոթ է 11 թվականին։ Ամեն ինչ թանգանում է։ Նախ 11 թվականին արդեն 400 դրամը չէր հերիքելու այդ վատ աղբահանությանը։ Այդ 400 դրամ որ ասացի, մի հատ վատ պատմություն պատմեմ, էլի։ Այս վերջերս Կասկադում տես մի հատ տատի էր, փող էր հավաքում, ծանոթներից մեկը 500 դրամ տվեց, այդ տատին տես վրթովեց, նեղացավ, վատ բան էր ասած գնաց։ Այդ 400 դրամ դրանից քիչ է։ Ամսական։ Ծխողների համար քանի սիգարետ է դա 10 հատիկ 10 հատիկ են ամենայժան սիգարետները ինչքան 700 դրամ է։ Այսինքն 10 հատիկ, եթե մի պաչկա սիգարետ գնա թափոնների կառավարման ոլորտ ամսական։ Բայց այդ 400 դրամը որ հավաքում են, մեկը բավարար չի, չէ՞։ 400 չեն հավաքում, Նարեկ ջան։ Չեն հավաքում։ 400-ը դա վերին սահմանն է։ 50-ն է ստորինը, 15 հոգանոց ընտանիքի համար, չէ։ Եվ 50-ից սկսած ամենաբարձր երևի 250 դրամ է, որ համայնքները հավաքում են իրանց բնակչությունից։ Բնակչության մի մասն էլ չի տալիս։ Դա շատերը չեն տալի։ Հա, Բայց մյուս կողմից 40%, չգիտեմ, աղքատություն ունեցող երկիր ենք։ Մի հատ ավել ծախս ավելացնելը շատ ընտանիքների վրա երևում է։ համաձայն եմ, բայց Համաշխարհային բանկը մի հատ ուսումնասիրություններ արել, 24 թվականին հրապարակվել հաշվետվությունը, մատչելիության վերլուծություն կա այդտեղ։ Այսինքն մենք մոտավորապես 4 անգամ ավելի քիչ փող ենք տրամադրում աղբահանությանը, քան նվազագույն շեմն է հնարավոր։ Այսինքն ամեն աղքատ երկրներում միջին աշխատավարձի կամ եկամուտների 1%-ը մարդը տալիս է աղբահանությանը։ Հա։ Շվեյցիայում 3.5-4, այդ սկանդինավյան երկրներում է, հարուստ հասարակություններում 3.5-4, մինչև 3.5-4 կարա գնա թափոնների կառավարմանը։ Մեր մոտ գնում է մոտավորապես 0.2։ Այսինքն մենք կարող ենք, մեր համար 1%-ը մատչելի է։ Այդ մենք կարող ենք տրամադրել, բայց մենք չենք անում։ Դա այս վերջերս որ գնացել էի Կոպենհագեն, այդ Կոպենհագենի աղբի վերամշակման գործանը, այդպես տուրիստական տեղ է տարել է, որ նայեք, աղբակիզման, հա, այդպես գործարանի տակ կանգնում ես, հոտ չի գալի։ Հա, բացի դրանից գործարանի վերև գազ բարձած դահուկներով իջնես, հա։ Այո։ Եվ դա շատ լավ օրինակ է, դա ոնց որ Բայց նենց նախանձեցի չես պատկերացնի, նենց նախանձեցի։ Ես ասեմ, այդ 300 միլիոն արժողությամբ գործարանն է, որ հետո համել 40-50 հազար իր սպասարկման վճարն ամեն տոննայի համար։ Ես ասեմ, Կոպենհագենում դա արել են հատուկ, որպես տենց ցույց դնեն, որ սա իսկապես օդ չի աղտոտում, մենք կարող կողքը կանգնենք, շնչենք, Կոպենհագենի կենտրոնում է։ Հա սպորտի մոտ։
Ուզում եմ ասել, որ Ավստրիայում նույնն է, իրական դուք իջնում ա մարդ Ավստրիայի օդանավակայան, ոչ այդքան հեռու, այնտեղ ինսիներատոր կա, էլի աղբակիզման կայան կա։ Նույնը Շվեյցարիայում են անում, բայց ոչ մեկ չի էլ իմանում դրա մասին։ Այսինքն Կոպենհագենը ուղղակի ցույց է դրել։ Բայց դա նաև լուծում է շատ մեծ լոգիստիկ հարցեր։ Այսինքն աղբը չի տեղափոխվում մեծ տարածությունների վրա։ Հա, այդ քաղաքի մեջ է։ Վերջացավ։ Բայց ասենք շատ կարևոր բան, որ մարդիկ չպատկերացնեն, որ այդ sense Կոպենհագենի ինչ որ մի հատ ընտանիք, sense մեր նման, օրինակ գցում է գուլպա, պամիդորը կլեփ, ջերմաչափ, պամպերս, չգիտեմ, դու ասա, ժամկետանց դեղորայք, ինչ ունենք էլի մեր աղբի մեջ, ու տենց sense գնում է, շիշ, պլաստիկ, չգիտեմ, կոնսերվի ինչ որ տարա եւ այլն, չէ։ Իսկ այնտեղ վերասորտավորվում է նախ աղբյուրում, սկզբնաղբյուրում տեսակավորվում է թափոնը, վտանգավոր թափոնները անպայման առանձին են հավաքվում, վերամշակելի թափոնները առանձին են հավաքվում, օրգանական թափոնները անպայման առանձին են հավաքվում, այդ կիզարան գտնում են մենակ մնացորդային աղբը, որը ինչ է նշանակում մնացորդային աղբ։ Այն նույն պամպերսը։ Հա, այն ինչ որ այդ մնացորդային աղբը, որը արդեն տեսակավորվել է, տակ ինչ հնարավոր չի, օգտահանել հնարավոր չի այլ ձևով։ Դրանից օգտահանում են էներգիա, այսինքն վառում են, այրում են, ստանում են էներգիա, բայց պլաստիկը գնում է վերամշակման, թուղթը մետաղ ապակին բնականաբար, օրգանական թափոնները անպայման գնում են կենսագազի արտադրության, այո, հետո նաև պարարտանյութ, այդ տակը մնում է 20-30% մնացորդային աղբ, եթե սենց ամբողջ մեր կենցաղային թափոնը պատկերացնենք, 20-30%-ն է գնում այդ կիզարան։ Հասկացա, բայց օրինակ եթե մենք հիմա որոշում կայացրեցինք, օրինակ կառավարությունը որոշում կայացրեց, որ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Ինչքան կտևի 10-ից 20 տարի չէ, երևի որ այդ ամեն ինչը կառուցվի ու հասարակության մեջ պահելաձև փոխվի, որտեղ այդ միակողմանի չէ, մենք է պետք է փոխվենք։ Հա, այդ շատ ցավոտ հարց է իրականում, 10-ից 20 տարի ենթակառուցվածքը չի պահանջում։ Այստեղ լրիվ տեղին է էլի այդ բանը փողի մոնատ։ Հա։ Իսկեն երկու տարում կարելի է այդ գործանը սարքել վերջացնել։ Բայց մեր իրականության մեջ օրինակ տենդեր հայտարարելը տևում է, ասենք 1 տարի։ 1 տարի։ Հետո տենդեր գնահատելը կարա տևի 3 տարի, մինչև տենդերը անվավեր կլինի, այդ Երևանի դեպքում տենց ա եղել մի անգամ։ Եվ այլն։ Այսինքն Երևանի համար օրինակ մենք 26 միլիոն ունեինք արդեն երևի 7-8 տարի է, բայց այդ 26 միլիոնը մենք չենք օգտագործել։ 26 միլիոն ասելով այնտեղ կար վարկայի միջոց մի 16 միլիոն եւ գրանտայի միջոց 9 միլիոն, հա։ Այդ որ այդ վերամշակման գործարանի չէ, որ նոր աղբավայր սարքվեր եւ կառուցվեր եւ հին աղբավայրը փակվեր։ Հա։ Հիմա որ Երևան քաղաքապետարան լսում ես, ասում են դե արդեն այդ փողով, քանի որ ինքը շուտ էր ոնց որ այդ 7 տարի առաջ։ Հա, 7 տարի առաջ էր այդ միջոցն, ոնց որ այդ ծրագիրը մշակվել, այսօր այդ փողով այլևս այդ նույն բանը հնարավոր չէր անել։ Չգիտեմ, արդյոք հնարավոր չէր ավելի շատ է պետք, ասինքն հիմա։ Հա, այդ է ասածները, դրա համար այդ բանը ոնց որ ջրվեց գնաց ժողովրդական լեզվով ասած, հա։ Բա հիմա ինչ տենդեր են հայտարարել։ Ես չգիտեմ ոնց պատասխանեմ, որ կոպիտ չհնչի։ Ես չգիտեմ ինչ տենդեր։ Ու ամենավատն է, որ ինձ թվում է իրանք էլ չգիտեն։ Այսինքն ես ոնց որ հասկանում եմ ոչ մի տեսլական, որպես այդպեսին չկա։ Այսինքն մենք պատրաստվում ենք մեր տեսակավորման այդ ծրագիրը ընդլայնել, ընդհարցակել, չէ՞ որ ինքը ընդամենը այտենց 10%-ն է Երևանի ծածկում։ Արդյոք մենք աղբակիզման ենք գնում, արդյոք մենք աղբավայր ենք ուզում, այսինքն մեր քաղաքապետարանը ոչ մի դիրքորոշում չունի։
Իսկ դա քաղաքապետարանի լուծելու հարցն է, թե ավելի Իհարկե։ շատ էկոլոգիայի նախարարություն դեմ։ Չէ, քաղաքապետարանի հարցն է, պատվիրատուն իրանք են։ Այսինքն տենդերը հայտարարում ես, ինչ անես, դու գնումներ ես ուսում հայտարարես, ինչի գնում։ Իսկ այդ ամեն չանելուց մասնագետների ձեր նման չի խորհրդակցվում։ Նու անձամբ իմ հետ շատ սահմանափակ ոնց որ խորհրդատվություն է եղել։ Մենք ենք, չգիտեմ, մենք ենք առաջարկել, գնացել ենք, խոսել ենք, ուղղակի որ համոզվենք, որ տեղեկացված որոշումների կայացումը տեղի ունենում, ոնց որ հասկացանք, մեր կարիքը իրանք չունեն, ասենց ասեմ։ Բայց ամերիկյան է ձեր բաժնից բացի ուրիշ խմբեր կան, որ այս հարցով պրոֆեսիոնալ զբաղվում են։ Ну, ես տենց ակտիվ ներգրաված ոչ մի այլ ինստիտուցիա չգիտեմ։ Այսինքն ուրիշ ինստիտուտ չկա։ Այսինքն եթե այդ ոլորտով ռեալ որոշումներ պետքա կայացվի, ուզեն თუ չուզեն, ձեր հետ պետք է աշխատեն։ Եթե դրսից չեն ներգրավում մասնագետներ։ Ես կատեգորիկ չի ուզեն ասած բան անել իրականում, բայց սենց ասեմ, Հայաստանում շատ չկան 2-3 հոգի է թափոների կառավարման փորձագետներ, 3 հոգի մաքսիմում, այդ ոլորտում ակտիվ գործող փորձագետներ կամ գոնե ակտիվ գործող մարդիկ։ Կան ՀԿ-ներ, որ դրանով զբաղվել են կամ զբաղվում են, իրանց հետ էլ կարելի է խորհրդակցել։ Միգուցե խորհրդակցել են, չգիտեմ, բայց այն որ իրանք դիրքորոշում չունեն, թե ինչ տեխնոլոգիա, ինչ գործածության, ինչ մեթոդ են իրանք պատկերացնում, այդ հաստատ է։ Այսինքն մոտավորապես sense է մոտեցումը, որ դե մեզ մեկ է ինչ անեն, կարևորը արտանետումների ստանդարտներին համապատասխանի միջազգային։ Այսինքն մենք կիզում ենք, թե աղբավայր ենք տանում, թե բիոգազ ենք սարքում, թե գազիֆիկացնում ենք, թե ինչ ենք անում, ոչ մի տենց մոտեցում եւ դիրքորոշում չկա։ Հասկացա։ Իսկ հիմա ինչ օրինագծի վրա եք աշխատում։ Իսկ հիմա օրինագծի վրա չեք աշխատում հիմա։ Հա, արտադրողի ընդլայնված պատասխանատվության մասն է խոսքը։ Այստեղ լավ չի ասի։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը, եթե կարճ ասեմ, օրինագիծը իդրաֆտում է եւ շատ կարեւոր բան է փոխելու այդ օրինագիծը իրականում, այ հաղթոտողը վճարում է սկզբունքը ավելի լավ կիրականացվի։ Բայց դա վերաբերելու է շատ կոնկրետ թափոնների։ Հիմա կներկայացնես ինչ հայանից ներկայացնում այդ օրինագիծը։ Հա, իհարկե, այդ որոշ ապրանքների ցանկ կա, որ կընկնի այդ օրենսդրության տակ, օրինակ մարկոցներ, էլեկտրոնային էլեկտրական սարքավորումներ, անվադողեր, յուղի ֆիլտրներ, մեքենայի յուղեր եւ այն ապրանքները, որ առաջացնում են փաթեթավորման թափոն։ Խմիչք եւ սննդային օրինակ խմիչք եւ սնունդ, որ փաթեթավորում է ենթադրում։ Այդ իմ նշած ապրանքների ներմուծողները կամ արտադրողները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրանց կողմից ներկրված կամ արտադրած ապրանքներից գոյացած թափոնների համար։ Եթե կարճ ասենք, պիտի վճարեն դրանց վերամշակման համար ի վերջո կամ վնասազերծման։ Այսինքն այդ ապրանքները այդ օրինագիծը ընդունելուց հետո կթանկանան։ Որոշ ապրանքները կարող է թանկանան, բայց ես օրինակ բերեմ, որտեղ բիզնեսը այտենց այդ ծախսը գցելու է մեկա վերջնական սպառողի վրա ոնց հասկանում։ Այդ ռիսկը կա, իհարկե, այդ գնագոյացումը, այդ գնաճը ռիսկ է, բայց որոշ ապրանքների դեպքում է միայն դա։ Հա։ Այսինքն օրինակ պլաստիկ շշերը, որ sense ակնհայտ խնդրեմ են։ Պլաստիկ շշի նորմալ ճիշտ գործածության համար, այսինքն որպես ինքը չգնա աղբավայր, այլ ինքը ճիշտ հավաքվի, տեսակավորված հավաքվի ու գտնա հասնի վերամշակողի դուռը,
Դրա համար պահանջվում է 2-3 դրամ։ Հիմա կարծում ես մեր արտադրողները արդից օգտվելու են 10 դրամ թանկացնեն օրինակ։ Չէ, ասի 10 դրամ, ասի 30 դրամ։ Չէ, Իհարկե օգտվելու են։ Ну, ենթադրում եմ, կարող է արտադրողների այդ տենց չլինի։ հասկանում եմ այդ ենթադրությունը։ Ուղղակի արտադրողների համար միշտ չի որ գնի բարձրացումը տենց շահավետ է։ Դե եթե բոլորը բարձրացնեն։ Եթե բոլորը բարձրացնեն, այո, եթե։ Հմ։ Բայց ինչ որ մի արտադրող կարող է որոշի չբարձրացնել, դնի իր ինքնարժեքի մեջ եւ մնացածը դառնա ավելի մրցունակ։ Հա, բայց այդտեղ արդարության մեկը մաս կա, որտեվ սպառողն էլ է ախտոտողը։ Դե հա, վերջ սպառողը հենց Իհարկե, վերջ ախտոտողը հենց սպառողն է, էլի։ Չնայած գործարաններն էլ են շատ մեծ ախտոտող, բայց դե դու դեմ կլիներ 20 դրամ ավել վճարիր մարտկոցի համար, ասենք AAA, հա, type բատարեիկա կոչվածի, իմանալով, որ այդ մարտկոցը հաստատ չի գնում աղբավայր։ Չէ, հաստատ դեմ չի ելնի, բայց շատ մարդիկ կարային դեմ լինի, որովհետև դա իրենց գնողականության վրա կարող ազդի։ Կարա ազդի, բայց ճիշտ ասած ես միշտ ցենց զարմանում եմ, ասենք կարակի գինը վերջերս 20% բարձրացել է։ Հա։ Ամեն ինչը անդադ աճում է։ Սիգարետը մի 40%, ես ծխող չեմ, բայց սիգարետը, քանի որ ծխող ազգ ենք, ես միշտ այս օրինակն եմ բերում, էլի։ Բայց մի 40% բարձրացել է մի 3 ամիս առաջ։ Ես չտեսա ինչ որ ծխողների միությունը դուրս գա, ասեն գնա կառավարության դեմ, ասի, ինչ եք անում, կարգավորեք այս ծխախոտի ծխողների միությունը։ Չկա։ Չգիտեմ, բայց շատ խնդալու կլինի, որ ծխողների միությունը դες գնան ցույց անեն, ասեն թողեք էժան մեռնենք։ Չէ, ընդհանրապես չեղավ տենց բան։ Հենց ու դա զգալի աճա, լուրջ եմ ասում, եթե միջին ծխողը, չգիտեմ, 30,000 դրամ էր ծախսում սիգարետի վրա, հիմա 40-45,000։ Հենց հարցը գալիս է ինչ որ հանրային առողջության, բնապահպանության հետ կապված բաների, միանգամից պարզվում է, որ այս 20 դրամը, ասենք, կսննկացնի մեզ, կամ, չգիտեմ, 3 դրամով թանկացած ջուրը կսննկացնի, կամ այս ինչ է կանում։ Դե քիչ-քիչ կուտակվող երկարաժամկետ խնդիրները մենք չենք կարողանում անցնել իրականում։ Հա, օրինակ նայ այդ ճանապարհի պատահարներն շատ լուրջ խնդիր են։ Շատ լուրջ է, մի քանի օր առաջ Civilnet-ը ստատիստիկաները թողարկել էր իրանց մոտ, կարդում ես սիրտդ կանգնում է։ Անչափահասներ, հարյուրավոր մարդիկ ամեն տարի ճանապարհների վրա մահանում են, բայց մարդիկ շարունակում են քարսիտներ չդնեն իրենց երեխեքի համար, շարունակում են վատ քշեն, կտրեն, չգիտեմ, որտեղ չենք կարող անցնել այդ, որ շատ լուրջ վտանգ է, որ ճանապարհներն ավելի շատ մարդ համահանում, քան պատերազմներին։ Նույնն է երևի ախտոտվածությունն է, չնայած հիմա հանրային շատ աղմուկ կա, մարդիկ շատ են խոսում դրա մասին, բայց մեկը այտենց հանրային մեծ ընկալում իմ կարծիքով այդ հարցի շուրջ չկա։ Հատկապես եթե ասեմ պետք է դրա համար փող տակ, ավելի շատ մարդ կդժգոհի, քան կասի եկեք տանք, որ մի քիչ ավելի մաքուր միջավայրում ապրենք։ Այո, հանրային դժգոհություն շատ կա, բայց իմ տպավորությունն է միշտ, որ մարդկանց թվում է մեր սահմանադրական իրավունքն է կեղտոտելը։ Այսինքն ես sense կարամ կեղտոտեմ, Չէ, փոխել են վերջերս սահմանադրությունը։ Ես գիտեմ, սահմանադրության 4-րդ կետը դա ազատ խոսքից հետո կեղտոտելու իրավունքը։ Ազատ ախտոտելու իրավունքը, չէ։ Եթե չկա, պետք է մտցնել իսկապես։ Հա, միանշանակ։ Ու ինչ որ մեկը պետք է իմ հետևից հավաքի, դա հարցը։ Պետությունը, կարևորը պետությունը պետք է անի։ Շատ լավ է, որ աղմուկ ենք բարձրացնում, շատ լավ է, որ մտահոգվել ենք։ Ուղղակի պետք է հասկանալ, որ դրա ամենահեշտ պայքարի ձևը այդ
վճարելն է ավելի բարձրորակ ծառայության համար, վերջ։ Բան անենք, էլի մա տենց հիպոթետիկ պատկերացնենք, որ ինչքան փող պետք կա, պետությունը քաղաքապետարան ունի, ինչ քայլեր է պետք անել, որ սովետաշենի հարցը լուծենք ու Երևանում ու Հայաստանում աղբի հարցը լուծենք։ Ու քանի տարի։ Եթե փողի սահմանափակում չկա եւ մարդիկ էլ պատրաստ են վճարել 3 տարի անց մեր երկիրը էլ չի տեսնի աղբավայր, չի տեսնի ցենց ոնց ասեմ հայերեն, որ լավ հնչի էլի այդ ցենց են որ աղբը իրան հելում ուտում է աղբամանների մեջից, հա ասես թափվում է շներ, ագռավներ, կատուներ, այդ չի տեսնի 3 տարի հետո 3 տարի անց Ոնց դե եթե մենք իսկապես sense մեկ էլ ինչ որ ոսկու հանք են գտել, պրոստը պատրաստ ոսկի է, էլի կամ ոսկու պահեստ։ Իրոք ամենալավ բանը կլինի, եթե մենք ունենանք օրգանական թափոնների համար բիոգազի կայաններ, այսինքն մեր օրգանական թափոնի հարցը կլուծենք, դրանով աղբի 50%-ը արդեն կլուծվի։ Հա։ Ամբողջ Հայաստանով լինի տեսակավորված հավաքում, այսինքն մենք ունենանք տեղ, որտեղ կդնենք մեր պլաստիկը եւ այլն եւ այլն։ Այն մնացորդային աղբը կգնա կիզարան, կկիզվի, մեզ նոր աղբավայր պետք չի գա։ Այդ կլինի իդեալական, sense իդեալական։ Բա եղածներ ինչ են կանելու։ Հաջան։ Եղածներ ինչ են կանելու։ Եղած աղբավայրերը կարող են ռեկուլտիվացվել, փակվել, կոնսերվացնել եւ տենց մի 100 տարով մոռանանք իրանց մասին։ Այդ աղբավայրերի վրա հիմնականում չեն անում, հետո արևային կայաններ են դնում, օրինակ։ Հա։ Շենք չես կարա կառուցես, մաքսիմում ինչ որ մի հարկանի սպորտ հրապարակներ, այգի եւ այլն, եթե ինքը տենց շատ չոր հերու տեղ է, այո, արևային կայան։ Եթե քաղաքին մոտ է, այո, ինքը քաղաքային արդեն նպատակներով կարող օգտագործվի։ Եղածը դա։ Եվ մի հատ շատ կարևոր բան, որ շատերը արդեն իմանում են այդ բանի մասին, civic amenity site, համայնքային տեսակավորման կենտրոններ, որտեղ ես կարող եմ տանել իմ ունիտազը հանգիստ դնել, ոչ թե դնեմ մեր կանաչ թափոնամանների կողքը Երևանում ու ինքը տենց մնա։ Սպասես տենաս երբ։ Հա, հետո ինչ որ մեկը իր մատրասն է փոխում, բերում դնում է կողքը, տենց art installation է դառնում, ու տենց մնում է մի քանի ամիս, մինչև մի օր բախտի բերմամբ մեկը չի տանում։ Մեկը ասելով չէ, էլի համայնքապետարանի ինչ որ մի ծառայություն է դա։ Նույնը կանաչ թափոններն են, որ այրում են մարդիկ։ Մենք իհարկե, հա լավ է, որ, չգիտեմ, մարդկանց ստիպում են ինչ որ բան անել, բայց ընդհանրապես ճիշտ պրակտիկան էն է, էլի անսահմանափակ միջոցների պարագայում քաղաքապետարանը ուղղակի հայտարարում է, ասում է սիրելի հարգելի սեփական տների բնակիչներ, մենք գիտենք, որ հիմա ձեր այգու թափոնների սեզոնն է, խնդրում ենք այդ սև տոպրակները առնել, ով որ չի կարա իրեն թույլ տա առնի, մենք կտրամադրենք, խնդրում ենք այդ ձեր կանաչ թափոնը եւ միայն կանաչ թափոնը, էլի ոչ թե ասենք հետը մի քիչ շինանյութ, այդ կանաչ թափոնը տեղադրել այդ սև տոպրակների մեջ, պարկերի մեջ մեծ եւ մենք այս ամսվա վերջի կիրակին օրինակ կլինենք Էրեբունի շրջանում, գրաֆիկ հայտարարել։ Որ բոլոր բարդ բան չեմ ասում, չէ։ Չէ։ Հա։ Նույն բանը կարա վերաբերի մատրասներին։ Սեր Ժորժ ջան, գիտեք, ամսվա վերջի շաբաթ օրը մենք գալիս ենք տանելու խոշոր եզրաչափերի թափոնները։ Խնդրում ենք միջև այդ օրը
չդներ ձեր ունիտազը, ումիվալնիկը, ռակովինան, մատրասը, երեխու խաղալիքը, կալյասկան եւ այլն պահեք ձեր տանը մինչեւ այդ օրը։ Հիշում ես, որ փոքր ենք այն Grand Candy ավտոները կար, չէ՞ որ երկու միացրած գալիս։ Երկու միացրած, այո։ Դες մի հատ աղբի ավտոյի երկ կարելի է միացնել։ Կարա լինի, այո, ինչ որ Այդ երկը հենց լսես հասկանաս, որ մատրասը կամ Այո։ ունիտազը շփրտելու ժամանակն է։ Ես ասեմ, որ դա ես միշտ Նյու Յորքն եմ բերում օրինակ, ես Մանհեթենում մնացել եմ 5 շաբաթ, կար 3 օր, երբ որ նախ չկար աղբաման այդ ժամանակ, ես վերջերս կարդացի, որ Մանհեթենում վերջապես անցել են, հա, բաների, բայց այժմ կար երկշաբթի, չորեքշաբթի ուրբաթ, չորեքշաբթին ռիսայքլինգներ, մեր դրան դեմը, այսինքն սեփական տների մասին չենք խոսում, էլի, բազմաբնակարանային շենքեր։ Երկշաբթի ուրբաթ, հա, խառախբ, օքեյ, զանգով էլի նույն սիստեմներ, ես չգիտեմ ինչ ենք մենք ամաչում այդ բանից տեղ էլի, որ այ։ Չէ, դա շատ մարզային շատ քաղաքներ օրով է։ Հա, օրինակ Վանաձորում էլ տենց էր, հետո փոխեցին աղբամանները դրեցին, բայց շաբաթ օրը աղբի ավտոն գալիս էր, բոլորը հանում էին իրանց աղբը շփրտում էին։ Դա նորմալ է։ Մենք Սևանում օգնել Հիմա էլ շատ մարզերում տենց է դեռ։ Հա, Օր կա, որ աղբի ավտոն գալիս է։ այո, քանակերավանում է տենց։ Հա, շաբաթ օրն է քանակերավանում։ Ու տենց մեծ նորմալ տոպրակներով դնում են մարդիկ, աշխատում է։ Սեփական տների դեպքում շատ հարմար է կարծում եմ։ Ամերիկայի մեծ մասը տենց է անում, ուղղակի դույլեր կան, աղբամաններ կան։ Ոստա աղբամանը թանում ես curbside, տրոտուարի վրա, գալիս տանում են։ Չհանեցիր չեն տանի։ Էլի քո տանն է մնում։ Հա, քո տանն է մնում։ Նորմալ է։ Կանաչ թափոնը տենց պիտի արվի, մատրասները, բաները տենց կարան արվեն, բայց խոսում էի այդ համայնքային կենտրոնների մասին, որոնք սենց շատ գնալով ավելի ու ավելի տարածվում են աշխարհով, բայց Եվրոպայում դե 20-30 տարվա պատմությունն են։ Այդտեղ ես կարող եմ ինքնափոխադրել իմ վերանորոգման թափոնները, իմ կահույքը, չպետքական իմ մատրասը, տանում ես, սենց մի հատ բարձրության վրա ես հայտնվում ու քո ներքևում կամ քո մակարդակի վրա կոնտեյներներ են։ Կոնկրետ ինչ որ ցուցումներով, ինստրուկցիայով, ասենք ասբեստ, գիպսակարտոն, ապակի, փայտ, մշակված փայտ, այսինքն քիմիկատով, հա, մշակված փայտ, անվադող, էլեկտրոնային թափոններ, լամպեր եւ այլն։ Այսինքն էլի խոսում ենք տեսակավորված հավաքման մասին։ Հիմա էլ այդ հարցը, հա, մարդիկ կան գիտեն, ասում են քուրս Պրահայում ապրում, ասենք, իրանց մոտ տենց բան կա, խի մենք տենց բան չենք անում։ Այդ պատասխանը նույնն է։ Փող չկա տվող, այդ ամեն ինչը փող արժի։ Ինչ որ մեկը պետք է վճարի այդ ամեն ինչի համար։ Այսինքն եթե մենք ունենք իսկապես անսահմանափակ, եթե փողը չի խնդիրը, վճարողը կա, կապիտալ ներդրումը արել ենք, իդեալական սցենարը այդ է, իդեալական sense թափոնների կառավարումը դա է։ Հա, բայց ախր օրինակ շինարարական աղբն է, մեկա դու վճարում ես, որ կան տանեն։ Ուր։ Չգիտես։ Փողը տալիս ես, գալիս են քո աղբը հավաքում, տանում են։ Այո։ Տանում են քանակերավան են դեմի դոշում թափում են։ Կորեայի ձոր։ Կորեայի ձոր, չնայած այդ փագել են արդեն։ Չեն փագել։ Ոչ։ Չէ, Նարեկ ջան։ Էլի Երանի Կորեայի ձոր են էլի թափում։ Փակել են այն պավարոտը, որը ամենահարմարն էր այդ աղբը լցնելու համար։ Բայց կան մի քիչ ավելի անհարմար տեղեր, որտեղ մեկը շարունակում է լցվել աղբ, հազարավոր տոննա շինաղբ։ Ազատություն AM-ը ունի շատ լավ ռեպորտաժ Կորեայի ձորի մասին հենց։ Ուրեմն բնակիչները ուղղակի զեկուցում են, ահազանգում են, մի խոսքով, չգիտեմ բառը ինչ ասեմ, բայց բնակիչները պատմեն, որ գիշերներ է լինում,
որ մինչև 1000 կամազ 1000 մեքենա աղբա եկել լցվել այնտեղ, այսինքն մեծ շինարարության մասն է խոսքը։ Այո, այդ հարցը այնքան հեշտ կարա լուծվի իրականում, բայց էլի մենք շարունակում ենք այդ բան անելու, փողից ենք, չէ՞ խոսում, գիտես ինչքան կնստի այդ Կորեայի ձորը մաքրելը, միլիոններ։ Այսինքն մենք խոսում ենք սենց 90 աստիճանի մոտ արդեն չոր տեղանքի մասին, որի տակը Հրազդան գետնա, ու ես չեմ պատկերացնում այդ ինչ տեխնիկա պետք է աշխատի այնտեղ, որ այդ հազարավոր տոննաները այնտեղից հանի ու չեմ պատկերացնում իսկական ինչ կնստի մեր վրա։ Այսինքն մենք մեզ թվում է մենք էժան ենք բրցնում։ Այս մենք խայտարակ մեծ ծախսեր ենք մեր գլխին բերում։ Բոլոր բայց այդ մարդը որ տանում է տախպան դեղ թափվում է կամ շինարարը որ շենքա վերանորոգում տանում թափվում է, ինքը ծախսի իր որ գցում է քաղաքապետարանի կամ այն տարածքի մարդկանց վրա էլի։ Հա, այ էքստերնալացված ծախսեր, այո։ Հիմա հենց ասես, բայց դրա համար հետո վճարում եք բոլորս։ Այո։ Բանը Գլենդելի բանի նման ինշուրանսի մեքենաների ապահովագրության ես վերջերս ընկերոջս հետ է խոսում, ասում է մեքենայի ապահովագրությունը արդեն $1200-1300 հասնում, որը Ամերիկայի միջինից եւ 2 անգամ թանկ է, ինչի որտեղ այնտեղ ֆրոդ շատ են անում։ Այսինքն մի քանի մարդկանց պատճառով ովքեր դրա վրա գումար աշխատում ոչ ազնիվ ճանապարհով վճարում են բոլորը։ Այո։ Չնայած շատ համակարգեր է աշխատում, ինշուրանսը, ապահովագրությունը լրիվ տենց է աշխատում, առողջները վճարում են հիվանդների համար, բանկային համակարգն էլ որոշ ռիսկայնություն կա, իր տոկոսները ավելի բարձր են, եթե չվճարողների տոկոսներն է բարձր, այսինքն ոնց որ շատ տեղեր կա, այո, այս դեպքում էլ աղտոտողների տեղը վճարում են չաղտոտողները։ Հա, այն մարդիկ որ ուզում են նորմալ միջավայրում ապրեն։ Հա, այդ շինախբի հարցն էլ է շատ բարձ, ես ասեմ ավելի շատ խնդալու ցածր ներդրումներ պահանջող բան, այսինքն $2 միլիոն ընդամենը կարելի է ստեղծել մի հատ կայան, որը կաղա այդ շինախբը եւ դրանից կսարքի պետքական ինչ որ շինանյութ նորից շեբեն։ Հա։ Գլաքար բոլորը գիտեն շեբեն։ Դե բայց իրական շինախբի տեսակ կա, որ օրինակ շինարարությունները լեմ են օգտագործում, բերում են հիմքի տակ են լցնում։ Հետո դրա վրա այդ լավագույն դեպքն է, այդ են շատ հազվադեպ ոնց են դրանց ասում, հա, երջանիկ պատահարներն են, այո, երբ որ հիմա այստեղ հիմք են քանդում ու այդ կամազի շոֆերը գիտի, որ այստեղ միտեղ հիմք են լցնում։ Հա, դրա վրա փողել աշխատում են մարդիկ, բայց լավ բան է։ Երբ որ չկա, ինքը գնում է Կորեայի ձոր։ Եվ դա կարա չլինի ու դա այդքան թանկ չի լինելու։ Հատկապես եթե մեր կառուցապատողներն էլ եւս տեսակավոր են, ես միշտ ասում եմ, տեսակավորումը թափոնի անկախ նրանից, որտեվ հենց ասում ես տեսակավորում միանգամից մարդիկ պատկերացնում են պլաստիկ։ Չէ, ամեն ինչն է տենց։ Ցանկացած թափոն պետք է տեսակավորվի, որ ինքը ինչ որ ձևի օգտագործվի։ Եթե մենք սննդային թափոնի հետ գցում ենք մեր պամպերսը կամ մեր զաժիգալկան կամ չգիտեմ ինչը, արդեն անպետք է։ Եթե իրան առանձնացնում ենք, ինքը կարա կոմպոստացվի, ինքը կարա գնա բիոգազ դառնա, նույնը շինախբն է։ Եթե մենք sense քանդման թափոնները, sense ամեն ինչը, ցեմենտի այդ պարկերը, ես իմ լույսեր են քանդեբան է սա, այտենց շինախբ գիտենք էլի ինչա։ Եթե մենք տենց ենք հավաքում, դա շատ հնարավոր է բանի պետք չգա իսկապես։ Բայց օրինակ մի շարք երկրներ են կարգավորում են դա, չես կարա քո շին հրապարակում ունենաս այս մի հատ կույտ։ Դու ունենաս տարբեր կոնտեյներներ այդ շինախբերի համար, փայտը միտեղ է գնում, ես միտեղ։ Եվ ինձ հաճախ հակազդում են, ասում են ի վերջո ասում են այդ շինարարության գնի վրա կազդի։ Դե ամենն ազդել է։
Այ, ասում ինչքան, ասենք քառակուսի մետր է այսօր նոր բնակարանների 350,000-ը ընդունենք։ Այդ մինիմալ գինը։ Մինիմալ գինը, ասենք Երևանից դուրս։ Okay, ինքը կդառնա 355։ Բայց մենք կունենանք նորմալ աղբի կառավարում, ասենք շին աղբի։ Հա, okay, ուրեմն էտա ճիշտ քո քառակուսի մետրի գինը, ոչ թե 350։ Մեկ այսօր կաթը կարելի առնել 400 դրամով լիտրը, կարելի առնել 1200 դրամով լիտրը։ Ես վախենում եմ առնել 400 դրամով լիտրը կաթ, որտեվ հասկանալի է որտեղից է գալիս այդ էժան գինը։ Հիգիենիկ բոլոր այդ միջոցառումներ ասեմ, պայմաններ ասեմ եւ այլն, ինչ որ ծախս ունեն։ Այսինքն երբ որ դու առնում ես 400 դրամով կաթ, իմացի որ մի շարք հիգիենիկ պայմաններ ուղղակի ապահովված չեն։ Նույնը ձուն։ Ձուն կարելի առնել 50 դրամով, կարելի առնել 300 դրամով։ Ես նախընտրում եմ մի անգամ ձվածե ուտեմ, բայց ուտեմ 300 դրամանոց ձու, որտեղ չկա, որի մեջ չկա անտիբիոտիկ հորմոն։ Տենց գոնե երկու արտադրող ունենք։ Երկրորդովը։ Երկրորդնովը։ Չգովազդենք, չէ՞ ոչ մեկի։ Չէ, Ստեփանավանը գիտեմ, երկրորդովը։ Դե գնդունիկի ծվի տուփի վրա գոնե գրած է, որ Կենտոնիկը ծունի։ այո, գնդունիկ ձվեր կան։ Ասենք Ստեփանան շատ ավելի համով է, կներեք։ Ոչ մեկի չեմ ուզում նեղացնեմ, բայց ուղղակի որովհետև Ստեփանավանի հավերը ուրիշ սորտի են։ Ֆիրմա հավեր։ Ահա, լավ սորտ է, իրական համով է։ Չէ, շատ համով է։ Հա, շատ համով է։ Իրական Գնդունիկը խմորեղենի բանի մեջ շատ ավելի լավ է գնում, բայց մնացած Ստեփանավանի հավն է ուտելուց հետո չես կարող հետո ուրիշ հավ ուտես։ Հա, Բայց երկու անգամ թանկ է։ երկու անգամ թանկ է, այո, բայց էտա հավի գինը, Լավ հավի գինը։ լավ հավի գինը, նորմալ հավի գինը էտա։ Լավ չէ, նորմալ հավի Նորմալ, գինը։ հա։ Եվ կա թունավոր հավ, կա թունավոր ձու, չէ, իսկականից թունավոր են։ Այն սառացրած հավերը։ Դե, հա, այո։ Եվ կա, ասենք, վատ ձու, որը հորմոնով է, չէ դրանից։ Այդ բանը հիշում ես, այդ սառացրած հավերը ու բանը այդ կանադական ներփերշիկները ծելեկատեսեր, չէ, փոքր ժամ։ այո։ Այսինքն ամեն ինչ իր գին ունի, ցավոք սրտի, հա, դե հասկանում եմ, որ 300 դրամը ձվի համար դա իսկականից շատ թանկ է, շատ։ Շատ Բայց թանկ ես է։ հասկանում եմ, որ նորմալ ձվի գինը է դա, հիմա ինչ անենք։ Չէ, դե բայց եթե տենց որակ, չգիտեմ, նորմալ ստանդարտներով արտադրողների քանակությունը շատ է, միանշանակ կեժանանա։ Բայց դրա համար օրինակ ստանդարտներ պետքա բարձրացվի պետական մակարդակով ու հետևի այդ ստանդարտներին։ Եվ այդ ժամանակ նորմալ ձվի արժեքը կիջնի։ Ոչ թե կլինի ինքը պրեմիում պրոդուկտ, այլ բոլորին հասանելի կդառնա։ Այո։ Այո։ Հիմա նույն ձևի մենք այդ կարգի թափոնների կառավարման կամ աղբահանության ծառայություններից ենք օգտվում։ Մինիմալ արժեքով այնքանա որ ինչ-որ մի բան տեղից շարժվի։ Ոնց ասեմ, սալարկի փողն ենք մենք տալիս, էլի։ Մենակ։ Էն էլ առանց բարդ խնդիր է։ Շատ։ Հավաքություն շատ բարդ կոմպլեքս խնդիր է, որ հիմա պատմում ես բոլոր կողմերը, ինչքան տարբեր շահառուներ կան, ինչքան մեծ քանակությամբ ներդրում, ինչքան քանակությամբ մարդիկ պետքա ներգրաված լինեն պրոֆեսիոնալ, որ այս խնդիրը լուծվի, վախենում եմ, որ չլուծվի։ Չէ, ինչ որ բաներ գնում է առաջ, գոնե ասում եմ, մենք ունենք այդ Կոտակի եւ Գեղարքունիքի նախադեպը եւ օրինակը։ Բայց մենք ինչ բան ունենք, վերջ օրինակ 30 անկախությունը այս կողմ եթե նայենք, ինչ լուրջ ինֆրաստրուկտուրի կոմպլեքս խնդիր ենք կարողացել լուծել։ Որ միջև վերջ տարել ենք, օրինակ կասեն հյուսիս-հարավը, բայց հյուսիս-հարավը 20 տարի է սարքում ենք, դենց է չենք բրծը։ Եվ 15 տարի էլ կկառուցվի էլի։ Նոր ջրամբար ունենք։ Ոնց որ ինչ որ կառուցման ընթացքում է։ Որ հենց այս վերջերս ընկերոջս հետ էինք այդ թեմայով քննարկում, որ համենայն դեպս ես չգիտեմ, տենց լուրջ բարդ կոմպլեքս ինֆրաստրուկտուրնի պրոյեկտներ, որ կարողացել ենք անկախությունից ի վեր անենք։
Veolia-ն 10-11 միլիոն եվրո ներդրում ա արել եւ կոյուղաջրերի մշակման կայան ա սարքել, որը երբեք չի գործարկվել Հա, այս 10 տարի ա։ Եթե կարճ ասեմ, պատճառը գիտես որն ա։ որը Սակագին չեն կարողացել պայմանավորվել կառավարության հետ։ Այսինքն խոսքը գնում է բնակչության վճարների մասին։ Իսկ մենք հիմա չենք վճարում կոյուղաջրերի մշակման համար։ դա համար Մենք չի հիմա մշակվում։ ուրախությամբ ջուրը քաշում ենք զուգարանում, ինքը ուղիղ գնում է Հրազդան գետ։ Հա, Կամ Սևան։ դե հա, կամ այնտեղ Սևանում, այո, ավելի ուրախությամբ երևի, որտեղ Սևան ա գնում։ Եվ եթե մեզ ասեն, վայ, ջրի գինը 150-ից պիտի բարձրանա 200, որ մշակվի կոյուղաջրերը, ասենք ես մեզ թալանում եք, սնկացնում եք, այս ինչ գին ա, բայց միևնույն ժամանակ մենք գնում ենք խանութ եւ 200 դրամով կես լիտր ջուր ենք առնում, չէ՞։ 200 դրամով կես լիտր ջուր ենք առնում, բայց մի կուբամետր ջրի համար չենք ուզում 50 դրամ ավել վճարենք, որ նաև կոյուղաջրեր մաքրվեն, այսինքն կեղտաջրերը, որ ահավոր վնաս են տալի մեր գետերին։ Մենք ինչ ունենք չունենք, գնում է գետ, Հրազդան գետ։ Ես Երևանից որ դուրս ես գալի դեպի մեծ ամառ որ գնում ես կամ դեպի թեկուզ Եղեգնաձոր այդ կողքից տենց հոտեր որ գալիս են այդ կոյուղաջրերի հոտերն հա։ Նաև այո, նաև շատ տարբեր հոտեր կարան լինեն, այսինքն տարբեր աղբյուրներ կարան լինեն։ Այո, Կոյուղաջրեր, ճայճներ։ հետաքրքիր է, որ մենք այդ նիբի անգլերեն ասում են նիբի not in my backyard, հա, ոչ իմ ոչ իմ հայաթում, էլի։ Ինչ ուզում եք արեք, իմ հայաթում չլինի։ Այսինքն մի բանը, եթե իմ տան տարածքից տնային տնտեսության սահմանից դուրս է եկել, այդ արդեն Ինձ չի չի հետաքրքրում, չի վերաբերում, ու այդ մենակ մեր խնդիրը չի, այդ մենք տես տերմինը անգլերեն է ուրեմն իրանք ունեն։ Չէ, բայց մենք ունիկալ չենք, այս ամեն ինչում, ճիշտ ես ասում, շատ կոմպլեքս է, բայց մենք այս նույն ճանապարհով մի շարք հասարակություններ անցել են, եթե ոչ բոլոր հասարակությունները, ասենց ասեմ։ Ավելի զարգացած, հա։ Հա, հա։ Ես այդ օրինակը միշտ բերում եմ Շվեդիան, որ ասենց Շվեդիա, մի հատ սոցիալական գովազդ ունի 70-ականների, ասենց ջահել ջհուդներ են, մի 6-7 հոգի, դե իրանք այդ ծովի բանի տենց մշակույթ ունեն, սա ջուրա չէ, իրանք կողքը կղզիներ, բաներ, գնում են լողանալու, պիկնիկ են անում, հաց են ուտում։ Հետո տենց փաթաթում են բանը, գցում են ջուրը, գնում են, ասենց մեկը ֆորում ասում է մարդ, բայց չի դզում էլ, ես ինչ են կամր, այստեղ, ասենք, ասենց լողում ա ջրի վրա։ Ասում ես գիտեմ ինչ պիտի անենք։ Հետ են գալիս, դնում են մի հատ կառուպկայի մեջ, տուփի մեջ, քար են կապում, նոր են գցում ջուրը։ Այդ պետական գովազդ էր, սոցիալական, ռեալ։ Որ այնքան ջրերեսին չմնա աղբա, հա։ Հա, որ աղբա սուզվի, էլի, որ չերևա։ Շվեդիան, ուզում եմ ասեմ, Շվեդիան այդտեղ էր 70-ականներին Շվեդիան այդտեղ էր։ 50 տարի առաջ էդ էր նորմալ։ Հա, հիմա Շվեդիան չունի աղբավայր։ Շվեդիան կարիք չունի աղբավայրի, այսինքն, հա, դրա համար չունի։ Շվեդիան ստանում է իր օրգանական թափոններից բիոգազ, Շվեդիան ունի այդ տեսակավորումը, այդ համայնքային տեսակավորման կենտրոնները եւ այլն, բայց այդ ամեն ինչի համար վճարում է բնակիչ։ Սպառողը։ Տենց է, այսինքն թափոն ստեղծողը, օգտվողը այդ համակարգից։ Դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա։ Կոպիտ ասած, եթե ուզում ենք մաքուր տեղ ապրենք, նաև մաքրելու համար պետքա պատրաստ լինենք վճարենք։
Շատ ճիշտ։ Մի հատ ընկեր ունեմ ինքն է միշտ ասում ինչ է բողոքում այդ կեղտոտ որ բանան են կեղտոտում են։ Ասում եմ մաքուր այնտեղ որտեղ մաքրում են ոչ թե հակառակը չեն կեղտոտում, որտեղ ամենազարգացած երկիրն է գնաս մարդիկ մեկը աղտոտում են։ Բայց դրա համար վճարում են ու իրանց հետևից մաքրում են։ Այո։ Հանրային ծառայությունները, այո։ Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ, որ կեղտոտ ապրելը շատ էժան է եւ հարմար, մաքուր ապրելը շատ թանկ է եւ անհարմար։ Անհարմար որտեղ ինչ-որ բան պետք է անես։ Հա, ամենահեշտ բանն էր 200 տարի առաջ տան պատուհանից այդ գիշերային զուգարան ուրնան անել թափելը։ Դա ձևը տենց էր։ Հարուստների մոտ կար ինչ որ սենց կանավ կա, որ տնից սենց դուրս էր գալիս։ Հա։ Ձոր կամ ինչ որ միտեղ, հա, բայց մնացած ձևը այդ էր։ Ձիերը թրքում էին հենց փողոցում։ Հետո դա դառավ խնդիր, այդ այնքան էին արդեն ձիերը շատ, որ տենց քայլեր չէ լինում։ Այդ ժամանակվանից է այդ աղբահանության, այդ աղբի հարցը ոնց որ ինչ որ իմաստով սել դառնալ քաղաքային իշխանությունների խնդիր։ Հա։ Ժամանակ են սկսեմ մտածել էլի, ոնց անենք, քայլենք, քաղաք։ Հա։ Սենց, բայց դա հեշտ էր։ Ուզում ասեմ, դե մեր մասն էր էլի մեր կյանքի։ Բայց այլևս տենց չի, որտեվ դե համ չենք ուզում տենց կեղտոտ տեղում ապրել, բայց համ էլ չենք ուզում վճարել հիմա։ Համ էլ չենք ուզում օրինակ աղբամանը փակել։ Մարդիկ չեն հասկանում, որ այդ աղբը, որ այդքան շատ է, աղբոտացությունը էլի փողոցների, այդ մարդկանցից չի։ Այսինքն այդ օքեյ, գիտենք, որ կա մարդ, որ հա կարող է եւ պաղ կուտի թուղթը գցի, բայց ես գնալով ավելի քիչ եմ տեսնում։ Գնալով քչանում, հա։ Այդքան չի, հա, օքեյ, սիգարետը պատուհաններից, ավտոների, հա, շատ է, եւ այդ տուփերն էլ են գցում իրականացում։ Բայց մեկը շատ է քչացել։ Շատ է քիչոք գցում են, բայց մեծ աղբի իրոք քչացել է։ Շատ է քչացել, բայց աղբը չի քչացել։ Իսկ ինչից է դա, ուղղակի շներից եւ ագրավներից եւ կատուներից։ Բաց աղբամաններ, Ժորժ ջան, եթե չեք ուզում ունենալ այդ կեղտոտ վիճակը, փակ պայք աղբամանները, պահանջեք Երևանի քաղաքապետարանից տանել աղբը ժամանակին, ոչ թե թողել, որ սենց աղբը իրան հելնի ուտի իսկականից, եւ փակ պիտի պահենք մեր աղբամանները։ Կոտայ Գեղարքունիքում, հատկապես Սևանում, որտեղ մենք շուշուտ ենք այցելություններ ունենում, նոր աղբամանները, երբ որ տեղադրվեցին, մարդիկ գանգատվում էին, որտեղ այդ նոր աղբամանները ունեին կափարիչ, որը միշտ փակ էր։ Եվ մարդիկ դե գանգատվում էին, սովոր չէին այդ բացելու։ Այո, այդ բաց երկաթի աղբամաններից հետո, որ կարելի է ասես գցել ուղակի մեջը, հա, այդ բացելու բանից, բա մենք զզվում ենք, կեղտոտ է, հետո տեսան, որ օպերատորը գալիս է, լվանում է, դիզինֆեկցիա են անում, իրենք այդքան կեղտոտ չեն իսկապես, 3 ամիս հետո հարցումներ են անում, մարդիկ շատ գոհու երջանիկ են իրականում, բոլորը նկատել են, որ նախ բակը մաքուր է արդեն, իսկական չկա, կողքը աղբաման է ուղակի, ոչ թե աղբաման ու աղբաման է մենակ, շներն են պակասել, որտեղ ուտելու բան չկա էլ այդտեղ, ու եթե բակը մի անգամ մաքրում ես, ինքը մեկ էլ մի 5 ամիս հետո է կեղտոտվում, այդ նկատելի է, Սևանը ասենք իսկապես շատ ավելի մաքուր է այսօր։ Երիկ տենց է, հա։ Երիկը հաստատում է Սևանից։ Չեմ ստում։ Այ Երևանի քանի տարի կպահանջվի դրա համար, ես չգիտեմ։ Բայց նախ եւ առաջ պետք է աղբը ժամանակին տարվի։ Եվ երբ որ կոմունալ ծառայության պետը կանգնում ասում է, որ Երևանի հետևից հասցնելու համար 100 միլիոն
հավաքարար է պետք երևանցիների հետևից։ Դա ես չգիտեմ ինչքան Չափազանցությունը, հա։ չափազանցում որն է, այսինքն այդ կոմունալ ծառայության գործառույթն է ժամանակին տանել աղբը նախև առաջ։ 2/3-ով լցված աղբամանը պետք է դատարկվի։ Սանիտարահիգիենիկ նորմերն եմ ասում։ 2/3, այսինքն դեռ անդադ նորմեր են խախտվում, բայց բնակչության վրա բարդվում դա ուղղակի։ Բայց օրինակ բերեմ, օրինակ այդ մեր հայաթ այդ աղբամանները շատ մոտ է մեր տանը։ Ամեն գիշեր գալիս են տանում են։ Բայց օրեր ալնում ինքը կիսադատարկ է, օրեր ալնում շատ լիքն է։ Օրինակ ոնց պետք է կանխատեսեն էլի այդ ամեն ինչը։ Լոգիստիկ խնդիր է, Գիտեմ կարող է քեզ չի ուղղված, ճիշտ չի այդ հարցը քեզ տալու, բայց իրական ես տեսնում եմ իրոք շատ օրեր կա որ ինքը գալիս են կիսադատարկ են տանում ու օրեր կա գիշերը արդեն այնքան լիքն ալնում որ ես այդ օրինակ աղբ չեմ թափում, որտեղ եթե թափեմ հաստատ ընկնելու է ներքև։ Իմ առաջի հարցը են կլինի, թե իրանց տանելու հաճախությունը նույնն է, թե չէ միշտ։ Ինձ թվում է այն օրերը, երբ որ արդեն լիքն է, ուղղակի իրանք մի 3-4 օր ուշացումով են գալիս։ Հա, որտեվ չի կարա այդ պատեռնը այդքան տարբեր լինի։ Չէ, օրեր կա որ չեն գալի։ Վերջացավ։ Բայց տենց օրեր ես ոնց նկատել եմ հաճախ չի լինում։ Հաճախ չի լինում, բայց միանշանակ ակնհայտ է, որ իրանք շատ ավելի հաճախ պետք է տանեն աղբը։ Շատ ավելի հաճախ։ Որովհետև իմ բակում միշտ է այդ վիճակը թափված։ Հա, այո։ Այսինքն չպիտի լինի տենց բան։ Եվ բնականաբար Այսպես բաներ որ չլինի, պետք է շատ վճարենք։ Մի քիչ շատ։ Առանց շատ վճարելու այսօր էլ կարա տենց լինի, այսինքն մի քիչ ավելի հաճախ դա իրանց վրա ծախս կավելանա, բայց իրանք sense տենից քաղաքապետարանը շատ ավելի է ծախսում, քան մենք վճարում ենք։ Հետո բոլորը իմանան, էլի։ Հա։ Ես այդ հին տոմարով եմ ասում, հա, 200 դրամի նախքին պայմաններում եմ ասում, հիմա ես չգիտեմ, ոչ մեկ չգիտի, հույս ունեմ, որ քաղաքապետարանը գոնե գիտի ինչքան գումար է հավաքվելու այս նոր աղբանության վճարների սխեմայով, որ քառակուսի մետրով է դարել։ Ես հույս ունեմ, որ հիմա մի քիչ ավելի շատ դա անարդար սկզբունք է, դա շատ սխալ էր դա անել։ Քառակուսի մետրով։ Իհարկե, որովհետև աղտոտողը վճարում է սկզբունքն է հենց խախտվում։ Բոլորն են հասկանում, որ 100 քառակուսի մետրում ապրող 2 հոգին հիմա վճարում են ավելի շատ, քան 50 քառակուսի մետրում ապրող 6 հոգին։ Թեև նրանք վերջինները ստեղծում են ավելի շատ։ Լավ, քառակուսի նույնը վերցնենք։ 60 քառակուսի, 70 քառակուսի մետրանոց երկու բնակարան վերցնենք, միտեղ ապրում է մի հոգի, միտեղ ապրում է 4-5 հոգի։ 5 անգամ ավելի շատ աղբ է գոյացնում այս ընտանիքը, բայց վճարում է նույնը ոնց որ այս մարդը։ Ով որ գոյացնում է 5 անգամ քիչ։ Եվ կարող ընդհանրապես չի գոյացնում, կարող է բնակարանում մարդ չի ապրում, բայց այսուհետ արդեն սեփականատերը պետք է վճարի քառակուսի մետրով։ Շատ արդարության իմաստով շատ սխալ որոշում էր։ Միակ բանը, որ արդարացնում է այս որոշումը, որ իրենք ավելի շատ փող կհավաքեն, որը մի քիչ ավելի adekvat բան կլինի, բայց թե ինչի վրա կծախսեն, այդ չգիտեմ։ Դե մեկ այնց չի թվում այնքան շատ առնելու, որ քաղաքի աղբանանության ծախսերը փակվելի պետության կողմից սուբսիդավորվելու էլի։ Կարող է այսօրվա ծախսերը փակվեն, բայց այսօրվա ծախսը դա սխալ ծախս է։ Այսօրվա ծախսը չի ենթադրում, օրինակ 10 տարի հետո, չի 10, 5 տարի հետո աղբամանների փոխարինումը։ Հա։ Այդ ծախսը չի ենթադրում նաև աղբատար մեքենաների փոխարինումը, օրինակ կամազ են եւ իրենց վրա արդեն վիճակ չկա երևի։ Տենց Այսինքն այդ ամբողջը պետք է լինի, ոնց որ տրանսպորտի գնի մեջ, ոնց որ նույն ձևի աղբանության, նույն ձևի ջրի գնի մեջ պետք է լինի ենթակառուցվածքների երկարաժամկետ ինչ որ բան։
Հասկացա։ Ամեն ինչ իր կինո ունի։ Դա Ես չեմ հասկանում, ոնց չենք մենք այդ հասկանում։ Չէ, դե հասկանում ենք, բայց գին Չենք թանկացնելը ուզում վճարել։ քաղաքական գործիչները ինձ թվում է կարող է շատ մարդիկ պատրաստել են վճարելու, բայց շատ մարդկանց մոտ դա դժգոհություն է բերելու, իսկ սովորաբար գիտենք, որ քաղաքական գործիչները չեն սիրում իրանց ընտրողներին նեղացնել։ Այո, դրա համար այդ շեմը երբեք չի բարձրացվել։ Այդ 400 դրամի Բայց արդեն պետք է։ շատ վաղուց է պետք, շատ։ Այդ շեմը գոնե հանեն, համայնքները, համայնքապետարանները իրավունք ունենան մի քիչ ավելի շատ հավաքեն իրանց բնակչությունից։ Իսկ ամերիկյան ուսանողների վիճակը ոնց է։ Ինչ իմաստով։ Քանակ կա։ Այո։ Հա։ Ոլորտը հետաքրքիր է դառա երիտասարդներին։ Նկատի ունես մեր նոր ծրագիրը, հա, էլի։ Մեր կայունություն եւ շրջակա միջավայր։ Հիմա ոնց է ուսանողների վիճակը։ Դիմողներ կան։ Մեր նոր բնապահպանություն եւ կայունություն ծրագրին, ավելի ճիշտ անունը բնապահպանական եւ կայունության հետազոտություններ, թե գիտություններ բաժինը բավական պոպուլար է, ես կասեի, ամեն տարի դիմում է մի 60 հոգի, հա, եւ ընդունվում է մի 40։ Մեծ հետաքրքրություն կա այս ոլորտում։ Մենք էլ խրախուսում ենք երիտասարդներին, ժողովրդական լեզվով ասած ճիճիլ ենք գցում, թե բնապահպանական ոլորտը այնտեղն է, որտեղ գոնե մի 30-40 տարի դեռևս լիքը գործ կա անելու։ Հա, եթե ոչ ավել, եւ միջազգային դոնորները պատրաստ են փող ներդնելու։ Այսինքն այդ ոլորտում փող կա։ Հետազոտությունների համար, գիտնականների համար, փորձագետների համար, եւ դա զարգացող ոլորտ է։ Այսինքն վերջապես դառնում է ոլորտ։ Իսկապես։ Եվ նույնը աղբահանություն, թափոնների կառավարում, շրջանաձև տնտեսություն, այս հեռանկարային բաներ են, որտեղ մենք իսկապես մասնագետների կարիք ունենք։ Օրինակ այսօր նոր սանիտարական աղբավայրը չունի աղբավայրի ինժեներ։ Հա։ Իսկ այնտեղ պետք է աղբավայրի ինժեներ։ Որովհետեւ նորմալ վարձատրվող աշխատանք։ Հա, շատ լավ կվարձատրվի իրականում։ Ասեմ, օրինակ վարորդները վարձատրվում են մոտավորապես 500,000 հարկերը ներառյալ։ 500,000։ Այո։ Մարզում։ Հա։ Լավ աշխատավարձ է։ Ինձ էլ է թվում լավ աշխատավարձ է։ Հա։ Եվ իրանք վերապատրաստում են անցնում, այդ տեխնիկապես լավ հագեցած, տեխնոլոգիապես հագեցած մեքենաների նաև համար պատասխանատու են իրանք։ Այդ կոմպակտորները բաներ, իրենք բավական տենց նուրբ մեխանիզմներ ունեն, էլի։ Չնայած sense որ նայում ես աղբահանության աղբատար մեքենա է, բայց մի շարք ինչ որ էլեկտրոնիկայով հագեցած ինչ որ բաներ են, հա։ Իսկ դրանց համար պետք են վերապատրաստված վարորդներ, ոչ թե ինչ որ չգիտեմ։ Հոգատարություն պահանջող բան է, որտեղ այդտեղ ծախսվել է, ասում, ծախսվել է 15 միլիոն եվրո։ Այդ ամեն ինչը պահանջում է արդեն որակյալ ավելի լավ հմտություններ պահանջող աշխատանք։ Հասկացա։ Իսկ քեզ ինչն է ոգևորում։ Ինչն է ոգևորում։ Հիշում ես անցյալ անգամ ես հարցը տվեցիր, ասեցի առավոտը արթնանում եմ։ Այն ժամանակ հարցը մի քիչ ուրիշ էր, ասում եմ ինչն է մոտիվացնում ստիպում արթնանաս։ Հիմա մի քիչ փոխել է։ Ոգևորվելու համար անպայման չի արթնանալ։ Ճիշտ է։ Ոգևորվես ու քնես։ Այս օրինակ ես շաբաթ կիրակի ոգևորված պարկել եմ երկար։ Ինձ ոգևորում է մարդկանց էնտուզիազմը։ Ես շատ երջանիկ եմ, որ աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր
ում ոգևորում է փոփոխությունը։ Ինձ էլ է ոգևորում ցանկացած փոքր փոփոխություն։ Ես աշխատում եմ համայնքապետ տարաների հետ, էքսպերտների հետ, մեր նախարարությունների աշխատողների հետ։ Ինձ ոգևորում է ցանկացած վարքագծի փոփոխություն։ Եվ ցանկացած փոքր փոփոխություն մտածելակերպի մեջ, այդ մի տեսակ մտային վարքագիծ է նաև։ Ինձ ոգևորում է, երբ որ մարդիկ ապագա են տեսնում եւ հավատում են, որ այո, կարելի է փոխել մի բան։ Եվ ես այդ տեսնում եմ։ Ուղղակի սենց մեզ պակասում է ինչ որ ընդհանրական մի հատ կամք։ Ընդհանրական կամք, որը սենց կսնի նաև մեր մտածելակերպը, ասեմ, միտքը, ասեմ, այսինքն, հա, մենք ուզում ենք սենց լինում, մենք պատրաստ ենք այս բաները անելու։ Օրինակ, վճարելու ինչ որ մի բանի համար եւ պահանջելու համապատասխան ծառայություն դրա դիմաց։